հարություն եւ բարի լույս Հայաստանի հարություն աշխարհի մյուս երկրների մյուս տեղերում էլ ճիշտն ասած չգիտեմ բարի կեսօր է բարի երեկո է համենայն դեպս բարև բոլորին աշխարհասփյուռ հայությանը իրավունք է պահանջատիրություն հաղորդաշարի մեր հերթական հաղորդման հյուրն է ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Modus Vivendi հետազոտական կազմակերպության ղեկավար պատմաբան դիվանագետ Արա Պապյանը բարև ձեզ պարոն Պապյան Բարև ձեզ Շատ հաճելի է այսօր ձեզ հետ ունենալ այս հարցազրույցը վաղուց մենք միասին հարցազրույց չէինք արել եւ այս աշխարհաքաղաքական անցուդարձի այս թոհու բոհերի մեջ շատ կարեւոր է իմանալ ձեր անձնական նաեւ եզրակացությունները ինչ է կատարվում Մերձավոր Արևելքում եւ ընդհանրապես նաեւ ազգային ժողովրդավարական բևեռի մոտեցումները քանի որ հիմա շատ արագ են զարգանում այս process-ները ես հարց էի պատրաստել որ ձեզ տայ բայց փաստորեն այսօր արդեն Ադրբեջանի հետ է կոնֆլիկտը սկսվել դրա համար այս Իսրայել Իրան եւ այդ տարածաշրջանի ամբողջ process-ները ինչպես եք դուք մեկնաբանում եւ ինչպիսի դեր յուրաքանչյուր երկիր այդտեղ գտնված ինչ դեր է խաղում որ այս process-ները այսպես արագ են զարգանում Ազգային ժողովրդավարական բևեռը եւ ես անձամբ բազմաթիվ անգամներ ասել ենք որ տարածաշրջանը կանգնած է մեծագույն հեղաբեկությունների առջև եւ դրա հետևանքները կարող են Հայաստանի համար լինել եւ դրական եւ բացասական հետեւաբար պետքա դրան պատրաստվել մենք նաեւ կանխատեսել էինք որ Իրան արևմուտք հարաբերությունները չեն կարող այսպես շարունակվել այսինքն նրանք պիտի փորձ արվեն բարելավվելու որովհետեւ Միացյալ Նահանգներին իր ամենամեծ դիմակայության այն է Չինաստանի հետ մրցակցության հարցում Իրանի դերը կարևոր է հիմա մենք ինչ որ տեսնում ենք ըստ էության դրա հերթական փուլն է ես հույս ունեմ որ վճռորոշ փուլ է հիշենք որ անցյալ տարի հունիսին մի պատերազմ եղավ Իսրայել Իրան պատերազմ 12 օրյա այսպես կոչված պատերազմը Իրանի միջուկային կարողություններին զգալի վնաս հասցվեցին ինչ որ բաներ էլի տեղի ունեցավ բայց այդ վարչախումբը մնաց եւ հիմա երկրորդ փորձն է եթե այս գործընթացը երկարեց կամ չբերեց մեծ փոփոխություններից մեծ փոփոխություն ասելով ես նկատեմ առնվազն քաղաքականության փոփոխության եթե ոչ իշխանափոխության ապա այն նորից կկրկնվի Հիմա Իրանը բնականաբար հասկանում է, որ ինքը չի կարող դիմակայել հսկայական ռազմական ուժին, հետևաբար փորձ է անում այս ռազմական բախումի կամ պատերազմի ընդգրկվածությունը ավելի մեծացնել։ Հարվածները տարբեր արաբական երկրների, Միացյալ Էմիրություններ, Կատար, Բահրեյն եւ այլն, հենց դրան են ուղղված, որպեսզի այդ արաբական փոքր երկրները, փոքրից փոքր տարածքով, կարողություններով հաճախ մեծ երկրներ, որ դա Կատարի ֆինանսական հնարավորությունները հսկայական, նրանք ներքաշեն պատերազմի, այսինքն նրանք պատասխան հարված տան, որտեվ Իրանի վերնախավը լավ է հասկանում, որ պարսիկ ժողովուրդը եւ իրանցիներն ընդհանրապես արաբների նկատմամբ մեղմ ասած վատ են տրամադրված ունեն պատմական դիմակայություն եւ եթե արաբները հարված են ապա հնարավոր է որ ժողովուրդը համախմբվի իշխանության շուրջ ասի արդ հայրենիքը վտանգի մեջ է ինչպես մենք ենք չի հաճախ ասում որ եթե դրսից ինչ որ վտանգ կա հարված կա եւ դա մենք դարել ենք մեր հակասությունները դնում ենք մի կողմ եկեք արտաքին վտանգին դիմակայենք եւ քանի որ հիմա ժողովուրդ Իրանի ժողովուրդը Միացյալ Նահանգների եւ ինչքան էլ տարօրինակ է Իսրայելի նկատմամբ դրական է տրամադրված իրանք են կոչ անում դեռևս հարվածել որովհետև դա ընկալում են որպես աջակցություն սա չի հանդիսանում առիթ համախմբվելու հիմա այս հարվածներն է կատարվում այդ թվում նաև ասեմ Ադրբեջանի նկատմամբ եւ այստեղ մեկնաբանությունները շատ տարօրինակ էր այն առումով որ պաշտոնապես արտգործնախարարությունը հերքում է որ իրենք չեն հարվածել բայց կարծես թե հարված
ստացել են, ամեն դեպքում հավանականությունը կա, կամ Թուրքիան ու Ադրբեջան Նախիջևանի կողմը իրենք ժխտեցին, բայց Բաքու-Ջեյանը երևի արդեն են հարվածել, չէ՞։ Դե ամեն դեպքում հիմա տեսեք, նախորդ պատերազմի ժամանակ ակնհայտ էր, որ Ադրբեջանի տարածքից դրոններ հեռարձակվել են, եւ մենք է նույն Իրանին բազմից ասել ենք, եթե Ադրբեջանը գնում է օրինակի համար 2000 կիլոմետր թռչող դրոններ, դա հաստատ Հայաստանի դեմ չի ուղղված, էլի, որտեվ մենք այդ խորությունը չունենք, ուրեմն այդտեղից եզրակացությունը համար է։ Մյուս կողմից սա զուգորդելով Իրանի պաշտոնական քարոզչության հետ դասագրքերում արկա պատմական զեղծարարություններն ակնհայտ է, որ Ադրբեջանը հավակնություններ ունի նաև Իրանի տարածքի նկատմամբ, ոչ միայն մեր տարածքի նկատմամբ։ Հետևաբար այս առիթից օգտվել են։ Մեզ համար սա մեծագույն վտանգների եւ մեծագույն հնարավորությունների ժամանակաշրջան է։ Եթե Իրանը հարցն է ուզում տալ ձեզ, պարոն Պապյան, արդյոք մենք չենք հնարավորի այս ամեն ինչից, ինչ վտանգը կա, եւ վտանգը կա այն պատճառով, որ Հայաստանի ներկա այսպես կոչված իշխանությունները իրանց քաղաքականությունը խարսխում էին Ալիևի բարի կամքի վրա, որ տեսեք, մենք Ալիևին ինչ որ ուզում է տալիս ենք, ինչու ինքը պիտի պատերազմ սանձազերծի Հայաստանի նկատմամբ։ Բայց հիմա ասած, ինչպես Նիկոլ Փաշինյանը, իրավիճակ է փոխվել, եւ Ալիևը կարող է ասի, որ գիտեք, իրավիճակ է փոխվել եւ չգիտեմ, ես չպետք է սպասեմ դուք այդ մինչև միջանց տրամադրեք, մինչև այս թղթերը լինի, մինչև չգիտեմ վավերացում, բան այդ ստորագրված ամեն ինչը, ես զորք եմ մտցնում օրինակի համար Սյունիք կամ Արեն, որտեվ ինձ պետքա պատրաստվել Իրանի դեմ պատերազմ եւ այլն, այսինքն պատրվակը կարող է լինել։ Մյուս կողմից Հայաստանի իշխանությունները ապավինելով Ալիևի խոսքին բնականաբար չեն կարողացել եւ ընդհանրապես իրենք այդ իրանց ապիկարությունն երկրի պաշտպանունակությունը ուժեղացնել են, թակառակը մենք տեսնում ենք, որ քայլերը ուղղված են թուլացման։ Օրինակ, եթե 235 դպրոց են փակում, որոնցից 15-ը այդ մի բնակավայրում մի դպրոց կա, այսինքն բնակավայրերն են փակում, իսկ այդ բնակավայրերի մեծ մասը սահմանամերձ գյուղեր են, այդ նշանակում է ոչ թե պաշտպանունակությունն են ուժեղացնում, այլ թուլացնում։ Հետևաբար մեզ համար շատ կարևոր է, որ այս ամբողջը արագ տեղի ունենա եւ արագ իշխանափոխություն տեղի ունենա։ Հիմա երբ որ նայում ենք մարդկանց կարծիքներին, այսպես ծայրահեղ տեսակետները շատ են, ոմանք կա, որ չգիտեմ ինչու համարում են, որ այս վարչախմբի իշխանության մնալը Հայաստան նպաստավոր է, ես կարող եմ անդրադառնալ եւ փաստերով ցույց տալ, որ փոփոխությունները մեզ համար նպաստավոր են։ Մենք պիտի այս հետևություններից եզրակացություն արենք եւ ոչ թե հուզական ինչ որ դատողություններ։ Եթե կուզեք ես անդրադառնամ այդ։ Շատ է կարծիք այն մասին, որ շատ վատ է, որ Ամերիկան սանձազերծել է այսպես ասած պատերազմը եւ հատկապես Հարության։ Այստեղ էլ ես շատ եմ լսում եւ Հայաստանից էլ եմ լսում։ Արդյոք Իրանի, ասենք, այդ վարչախումբը կրոնական եթե գնա, այդքան վատ է լինելու։ Գուցե ավելի լավ։ Տեսեք, խնդիրն ինչն է, չգիտես ինչի հայությունը շատերը, չասենք հայությունը, այլ հայերի մեջ շատերը նույնացնում են Իրանի վարչախումբը եւ ասենք Իրանի ժողովուրդը կամ Իրան պետությունը, այդպես չի։ Հենց նույն իրանցիները գոնե իրենց մեծամասնությամբ ուզում են այդ իշխանափոխությունը եւ դա ակնհայտ է, որևէ մեկը դա չի կարող շեշտել։ Եվ այդ նույն ժողովուրդն ուզում է, որ դրսից աջակցություն լինի այդ նույն Միացյալ Նահանգներ Իսրայել տեսքով, ինչու, որտեղ բռնատիրության դեմ հնարավոր չի պայքարել, երբ որ քո ուժը չի ներում։ Գիտեք, այդ հեքիաթները, որ կա բռնատիրությունը կարող է քվեարկությամբ փոխվել եւ այլն, չի լինում։ Այսինքն
ես գոնե 60-70-ականներից հիշում եմ սովետական միության ժամանակ որևէ մեկը չէր պարտադրում գնալ եւ քվեարկել այդ իշխանության օգտին, բայց այսինքն իմ այսպես ասած հարազատ տարիքովները հավաքում էին բոլոր այդ քվեաթերթիկները, գնում էին առավոտ շուտ գցում էին քվեաթերթեր տուփի մեջ եւ ընտրում էին այդ ներկայացին ում որ իշխանությունն էր, ինչու որտեվ այդ վախը արդեն սերմանվել էր 20-30-ական թվականներից եւ այդ ամբողջը կար։ Հետևաբար են որ ասում են բռնատիրության ժամանակ բանը արդարությունը պիտի որոշակի ուժ ունենա։ Հիմա եկեք տեսնենք արդյոք եթե տեղի է ունենում իշխանափոխություն, այսինքն Իրանի ժողովուրդը ինքը որոշում է, որ պիտի այլ տիպի ինքը հասարակարգ ստեղծի։ Դա Հայաստանին վնասակար է թե օգտակար։ Այսինքն մենք որ ասում ենք իշխանափոխություն նկատի ունենք, որ դրանից հետո բնականաբար տեղի ունենում ԱՄՆ-Իրան, Իրան-Արևմուտք հարաբերությունների բարելավում։ Դա ակնհայտ այսինքն։ Հյուսիս հարավ ճանապարհի հարցն էլ կլուծվի, չէ՞։ Այո, հիմա տեսեք, բնականաբար մի քանի այսպես չափորոշիչներով մեզ համար դրական է։ Առաջինը Ադրբեջանի դերի կարևորությունը նվազում է Իսրայելի աչքում։ Առ այսօր նա կարևոր է, որտեղ այդ տարածքը Իսրայելը միշտ օգտագործել է Իրանի տարածքը հետախուզելու, այնտեղից հարվածներ հասցնելու համար, եւ դրա համար է որ այս աջակցությունը եղել է։ Մեզ պետք է որ Ադրբեջանը ավելի պակաս աջակցություն ստանա Իսրայելից եւ հատկապես Միացյալ Նահանգներում գործող հրեական հզորագույն լոբից։ Իհարկե Ուրեմն դա տեղի կունենա այն ժամանակ, երբ որ Իրանը դադարի լինել թշնամի Իսրայելին։ Դա մի օգուտ մեզ համար։ Մյուսը մենք տեսնում ենք, որ Թուրքիա-Իսրայել հարաբերությունները լարված են, անգամ նախկին իրենց վարչապետը նշեց, որ հաջորդ Իրանը Թուրքիան է լինելու։ Դա հենց պատերազմի երկրորդ օրը, այսինքն հաջորդ թիրախը Թուրքիան է։ Այսինքն Թուրքիա-Իսրայել հարաբերությունները Այո, Իսրայելի նախկին վարչապետը նշեց, որ հաջորդ թիրախը լինելու է Թուրքիան, եւ դա ես հետևում եմ եւ իրենց տարբեր վերլուծաբաններին միանշանակ է եւ դա ի դեպ նաեւ պաշտոնական տեսակետն է, պաշտոնական հետախուզության, որ Թուրքիան ավելի վտանգավոր է, քան Իրանը։ Հետևաբար Թուրքիայի նկատմամբ այդ բոլոր գործողությունները Թուրքիային շեղելու է կարողությունից Հարավային Կովկասում ավելի լուրջ միջամտություն իրականացնելու է թվում նաև ռազմական։ Հիմա ոնց որ Ռուսաստանը զբաղված լինելու Ուկրաինայում չի կարող Հարավային Կովկասը զորքով գրավի, որտեղ հաստատ զորքով մտե գրավել էր, եթե չլներ Ուկրաինայի խնդիրը։ Նույնն էլ Թուրքիան, եթե զբաղված լինի Իսրայելի ռազմաճակատում, լինի դա Բախում, թե չլինի այդ Բախումը, բայց արդեն այդ լարվածությունը իր բոլոր ռեսուրսները տանելու է այն կողմ։ Ես ուզում եմ հիշեցնել վերջերս ամերիկյան մամուլում մեր այսպես ասած ընկերներից մեկի եւ ամերիկյան հայտնի վերլուծաբան Մայքլ Ռուբինի հոդվածը շատ այն հստակ պատճառով որ առաջիկա 10 տարին կստատ նշեց մինչեւ 2036 թվականը Թուրքիան տրոհվելու է։ Սա ամերիկյան այդ Բոլտոն եւ այլն այդ թիմի տեսակետն է, որոնք գտնում են որ Թուրքիան այս տեսքով վտանգավոր է Միացյալ Նահանգների շահերի համար, որովհետեւ սա բերում է նրան որ անկառավարելի է դարել Թուրքիան հավակնություններ ցուցաբերում, այդ նաև Իսրայելի նկատմամբ։ Ի վերջո պիտի հասկանանք Իրանի նկատմամբ այս քաղաքականությունը ամնի մեծապես խարսխված է Իրանի Իսրայելի նկատմամբ քաղաքականության, այդ թշնամական։ Հիմա նույնքան եւ ավել թշնամական է Թուրքիան։ Հետևաբար Ամերիկան այդ պիտի իր սլակ ուղղի Թուրքիայի դեմ, ինքը թույլ չի տալու, ինչպես Էրդողանն է ուզում, ինչպես ինքն ասում, ազատագրել Երուսաղեմը, վերականգնել խարիֆաթը, որտեղ հիշենք 1517 թվականից մինչև 1924 թվական իսլամական աշխարհի առաջնորդ, այսինքն Սուլթան Խալիֆն էր, այսինքն Թուրքիան էր իսլամների առաջնորդը եւ Երուսաղեմը այստեղ կարևորագույն դեր ունի։
դրա մասին Էրդողանը բացահայտ է խոսել։ Հիմա մյուս օգուտը դա է, Թուրքիայի շեղումն է, այսինքն որ տեղի կունենա։ Ձեր նշած Հայաստանի տնտեսական օգուտը, մենք բազմիցս ենք նշել, որ հիմնական մրցակիցը Միացյալ Նահանգների Չինաստանն է, եւ այս բոլոր հակասությունները, լինի Ռուսաստանի դեմ, Իրանի դեմ, ածանցյալ են Չինաստանին զսպելու, Չինաստանին ավելի տնտեսապես խեղճացնելու։ Yes, այո։ Այո, այդ քաղաքական Այո, այդ որտեվ քանի որ Միացյալ Նահանգները հասկանում են, որ Չինաստանի դեմ ուղղակի պայքարը կամ պատերազմը անհնար է, հաշվի առնելով այդ երկրի տնտեսական, ռազմական, հատկապես դեմոգրաֆիկ հզորությունը, ուրեմն պիտի կտրեն ռեսուրսներից, մատակարարներից, ճանապարհներից, շուկաներից։ Դա ինչպես պիտի արվի, դա միայն չես կարող կտրել, դու պիտի այն ապրանքները, որոնք այսօր Չինաստանը մատակարարում, օրինակ Եվրոմիության շուկա կամ Միացյալ Նահանգներ, պիտի փոխարինվեն, այսինքն դրանք պիտի լինեն նույնքան եւ ավել որակով եւ նույնքան ու պակաս գնով։ Իսկ աշխարհում մի երկիր կա, որը կարող է փոխարինել Չինաստանին, դա Հնդկաստանն է։ Եվ դրանով է պայմանավորված Հնդկաստանի հետ Միացյալ Նահանգների այս սերտ քաղաքականությունը, թվում է Իսրայելի։ Հենց վերջերս էլ մենք տեսանք Իսրայել-Հնդկաստան այդ ջերմ հանդիպումները, Հնդկաստանի ղեկավարի այց այդ ամբողջը կա։ Հիմա իսկ դա հնարավոր է, այսինքն Հնդկաստան արևմուտք հարաբերությունները հնարավոր է այսօր ցամաքային կայուն վստահելի կարճ ճանապարհի արկայությամբ, որտեղ ծովային ճանապարհները Սուեզի ջրանցքը դա խճողված բարդ ճանապարհ է, Աֆրիկան շրջանցելը երկար է, դժվար է եւ նույնքան Ջիբրալթարի խնդիրն է այնտեղ, ցամաքային մի քանի տարի առաջ Դելիում ստորագրվեց մեծ 20-յակի մի հայտարարություն Հնդկաստան, Միացյալ Էմիրություններ, Սաուդյան Արաբիա, Հորդանան, Իսրայել այդ ճանապարհը օգտագործելու համար, որից մի ամիս չանցած բռնկվեց Համասի հարձակումը Իսրայելի նկատմամբ, այդ ճանապարհը փակվեց եւ այս իսրայել-արաբական կոնֆլիկտը։ Հիմա մյուս ճանապարհը ցամաքային, այսինքն այսպես Իրանը անփոխարինելի օղակ է այստեղ, այսինքն Իրանով պիտի գնա։ Հիմա Իրանով մի ճանապարհը դեպի Եվրոպա, դա Ադրբեջան, Ռուսաստան, Եվրոպան, որ Միացյալ Նահանգները շահագրգռված չեն Ռուսաստանի ներառմամբ, դե Թուրքիայի տարբերակը դուրս է գալիս, որտեղ Թուրքիայի թշնամաբար են տրամադրված եւ մնում է Հնդկաստան, Իրան, Հայաստան, Վրաստան, Եվրոպա այդ ճանապարհը։ Եւ այդտեղ Նախիջևանը կարևորագույն դեր ունի, որտեղ երկաթուղու այդ փոքր հատվածը, այսինքն Նախիջևանի ջուղա երասխանցնում է բանով, Նախիջևանով։ Եվ այսօր միակ գոյություն ունեցող, բայց չգործող երկաթուղին դա է։ Այսինքն Իրան, Նախիջևան, Հայաստան, Վրաստան։ Այս պատճառով է, որ հարվածը ասվեց Նախիջևանին եւ Նախիջևանի ոնց որ ասած ապագայից է կախված այդ երթուղու գնալը։ Եվ պատահական չէր, որ Ալիևը մի երկու ամիս առաջ փոփոխություն կատարեց Ադրբեջանի սահմանադրության մեջ, այդտեղ Նախիջևանի կարգավիճակը փոխելով, լավ հասկանալով, որ ոնց ինչ ամպեր են կուտակվում Նախիջևանի գլխին, որտեղ հարց էին դնելու, որ Նախիջևանը Ադրբեջանի մաս չի, եւ Կարսի եւ Մոսկվայի ներողություն պարոն, որ ընդհատում եմ, բայց չէ որ արդեն պայմանագիրը Նախիջևանի, որ լրացել է նաև, հնարավոր չէ դա առաջ բերել եւ ընդհանրապես Ադրբեջանին զրկել այդ իրավունքներից։ Դե ով պիտի առաջ բերի, պայմանագիրը կարող են վերանայել պայմանագրին կողմ հանդիսացող երկրները։ Նախիջևանը որպես պրոտեկտորատ Ադրբեջանի կազմում առաջին անգամ ամրագրվել է Մոսկվայի 21 թվականի մարտի 16-ին, հետո դրանից ածանցվող 21 թվականի հոկտեմբեր Կարսի պայմանագրերում։ Ուրեմն կամ պիտի Մոսկվան այդ հարցը բարձրացնել, կամ Երևանը, Բաքուն ու Թիֆլիսը։ Բնականաբար Բաքուն բարձրացնող չի Կարսի պայմանագիրը, Թիֆլիսը դրանից վաղուց ասենք հրաժարվում, մնում էր Հայաստանի հարցը։ Մենք որ ասում ենք, որ Իրանի ճակատագիրը Իրան-արևմուտք հարաբերությունների զարգացումը մեզ համար վճռորոշ նշան, ինչու համար։
Տեսեք, հարց է առաջանում, իսկ ինչու արևմուտքը չի աջակցում իրական արևմտամետ ուժերին, ոնց որ օրինակ Բևերն է, չէ՞։ Այդ հարցը կա, մենք տեսնում ենք, մենք չունենք այդ աջակցությունը կամ բավարար աջակցություն չունենք, մենք հանդիպում ենք, քննարկում ենք, բայց քայլ չի արվում։ Ինչու՞։ Որտեվ քանի դեռ Իրանը արևմտամետ չէ, Հայաստանի լինել արևմտամետ թե այլ որևէ բան չի փոխում, դա փակուղի է։ Հայաստանում ազգային իշխանությունների առաջ գալու անհրաժեշտությունը այն ժամանակ առաջանալու, եթե Հայաստանը դառնում է այդ մեծ շղթայի մի մասը, իսկ Հայաստանը, այսինքն Հայաստանի ազգային պետությունը պետք է, երբ որ Իրան արևմուտքի մասը, Թուրքիան արևմուտքի թշնամի, այդ դեպքում ազգային իշխանություն է պետք Հայաստանում, նույն Իսրայելին է պետք։ Մենք տեսնում ենք Իսրայելի, որ շատերը համարում են Իսրայելին որպես Հայաստանի թշնամի, տես առաջիկայում Իսրայելը դառնալու Հայաստանի թիվ 1 դաշնակի շատ պարզ պատճառով, որտեվ եթե առաջին թշնամին Թուրքիան է, ինքը պիտի ձևավորի հակաթուրքական ճակատ, որի գործընթացը ինքը սկսել է Հունաստանի եւ Կիպրոսի հետ միասին։ Բնականաբար այս իշխանությունները այլևս պիտանի չեն արևմուտքին ու Իսրայելին, որովհետև սա ընդհակառակը պրոթուրքական իշխանություն է։ Հայաստանի ներկա իշխանությունները պրոթուրքական իշխանություններ են, բայց Հայաստանում քայլեր չի ձեռնարկվում, որովհետև դեռևս Իրանը մաս չի կազմում այս ամբողջ գործընթացին։ Երբ որ Իրանը մաս կազմեց, այդ դեպքում մենք կտեսնենք էական փոփոխություններ Հայաստանում, էական փոփոխություններ տարածաշրջանում եւ այն մեր գաղափարները, որոնք տարիներ, հաճախ տասնամյակներ առաջ են մեր ժողովրդի եւ իրավիճակի մտածողությունից, որը չի կարող հասկանալ, որտեղ շատ դժվար է, այս ինչ որ ես բացատրում եմ հասկանալու համար, մարդկանց գիտելիքա պետք, փորձա պետք, խելքա պետք, գիտե ոնց որտեղ եթե դու մարդկանց ինքան են brainwash արել ժամանակին, ընդհանրապես չեն խոսել ոչ Վիլսոնի իրավարար վճռից եւ ամբողջ իրադարձություններն ու պատմական տվյալները խեղաթյուրել են, պարոն Պապյան։ Հիմա մինչև հետ կա է ժողովուրդը, տեսնում եք, հիմա օրինակ հայերը ինչու են պաշտպանում Իրանի Իսլամական Հանրապետություն կամ կրոնական այդ կառավարության։ Որովհետև դուք ճիշտ եք, այո, ուղեղիները լվացել են, չեն հասկանում։ Իհարկե ուղեղներ նախ այստեղ չհասկանալու պակա եւ չէ, քարոզչությունը ի վերջո առ այսօր Հայաստանում շատ ուժեղ է այդ ռուսական քարոզչությունը, որը կա։ Իսկ Ռուսաստանին ձեռ չի տալի Հայաստանի հարաբերությունների բարելավումը արևմուտքի հետ կամ Իսրայելի հետ։ Եվ այստեղ էլ եմ կրկնում, քանի դեռ կա Իրան-Իսրայել հակամարտությունը, մենք երկվության առջև ենք կանգնած, որտեվ այո, մենք ուզում ենք Իսրայելի հետ լավ հարաբերություն, ուզում ենք առավել եւս Իրանի հետ լավ հարաբերություն ունենալ, բայց ներկա վարչախումբը դա չի կարող հենք հանգստանալ բոլորիս։ Դրա համար իշխանապողությունը մեզ ձեռ է տալիս, բայց առաջին հերթին Իրանի ժողովրդին է ձեռ տալիս։ Ես զարմացած եմ, որ հայերը, այն էլ Ամերիկայում, իրանք ուզում են լավ ապրեն, բայց չգիտես ինչու ատում են Իրանի ժողովրդին եւ ուզում են որ Իրանի ժողովուրդը տառապի իր հայրենիքի մեջ։ Եղբայր այդքան չկամությունը որտեղից է։ Թողեք այդ մարդիկ էլ ապրեն։ Իրանք փախեն են կներեք։ Այո։ Ասեք։ Հա, իրենք շատերը փախել են նման բռնատիրություններից, եկել են ազատ երկիր ապրելու, լավ ապրելու, բայց ասում են, չէ, Իրանի ժողովուրդը պետք է բռնատիրության տակ լինի եւ վատ ապրի, չգիտեմ, տառապեն, հանուն ինչ որ բաներ, որը շատ սխալ մոտեցում է եւ բարոյական չէ։ Այո։ Եվ այստեղ մոտ 300,000-ից ավել ցույցի մասնակիցներ են եղել, որ ողջունել են Միացյալ Նահանգների այս պատերազմը Իրանի դեմ եւ ողջունել են նաեւ Իսրայելի քայլերը։ Այո, եւ տեսեք, դրանով մի լույս է բացվելու, ազատություն է ստանալու։ Որովհետեւ այդ իրանահայերը, իրանցիները, որ ապրում են դրսում, ազատակամության հնարավորություն ունեն, այսինքն իրենց կամքը ազատ արտահայտելու ունեն, եւ նրանք հենց դա են անում։ Տեսեք, շատերն ասում են Իրանի ներսում նաեւ իշխանությանը պաշտպանող ցույցեր եղան։ Բնականաբար, բա իշխանությունը ուզենա կհավաքի կբերի ամեն ինչպես
մեր մոտ են անում, չէ՞, իշխանությունը պետք է անում, մի օրվա մեջ 7000 մարդ հավաքում։ Բայց ես չեմ տեսել Իրանի սահմաններից դուրս որևէ տեղ, որ այդ իրանցիները, որոնք ազատակամություն լինեն, հավաքվեին թեկուզ 1000 հոգով եւ ասեին մենք ուզում ենք, որ այս վարչախումբը մնա։ Ես չեմ տեսել։ Ես Երևանում տեսել եմ Հանրապետության հրապարակով իմ աչքերով եմ տեսել պատերազմի հաջորդ օրը, երկրորդ օրը իրանցիները հավաքվում են նախկին արտգործնախարարության դիմաց, երաժշտությունը դնում են, պարում են, ուրախանում են, ինչ ասես, որ տեսեք հույս է բացվել։ Բա ինչ բան չեն անում, չեն հավաքվում, ասեն, չէ, գիտեք, եկեք բոլորս բացի մի քանի խփնված հայերից գնանք այդ ռեժիմի համար մեռնենք, թե իհարկե դրանք մեռնողը չեն, այն որ ասում գնանք օգնենք, այդ ձևական ինչ որ քայլեր են անում։ Դրանք երկիր պաշտպանող էին, թե սեփական հայրենիքը պաշտպանեին։ Հա, այսինքն ծաղրի են վերածում։ Իմ ասածը հետևյալն է, այդ իրանցիները, եւ դուք ինձանից լավ գիտեք, որ իրանական համայնքները ինչքան մեծ են, շատ ավելի մարդաշատ են եւ ինչքան հարուստ են արևմուտքում։ Մենք մեր սփյուռքով ենք հիանում, բայց իրանք էլ շատ այսպես ուժեղ սփյուռք ունեն եւ միայն կներեք Մյունխենում 250,000-անոց ցույց էին արել, Ամերիկայի մենա 300,000, այսինքն շատ մեծ ցույց էր, մենք ցեղասպանության 100-ամյակի առիթով 100,000 մարդ փողոց դուրս եկավ Լոս Անջելեսում, կամ ասվում է այդքան, դա աննախադեպ էր, մարդկանց համար 200-250,000-նոց ցույցերը սովորակ, Կանադայում, Տորոնտոյում հսկայական ցույց եղավ, ասածս հետևյալն է, Նախ չնույնացնենք Պարոն Պապյան։ Այո, շատ են, իհարկե շատ են։ 100 միլիոն ժողովուրդ եւ մեծամասնությունը երիտասարդներ են։ Այո, եւ հենց դա է այդ որ ասում են երիտասարդ, սա շատ կարեւոր հանգամանք է, որը մեր թերությունն է։ Երբ որ 70 թվականին շահին գցեցին, երկրում ապրում էր ընդամենը 35 միլիոն մարդ։ Հիմա ապրում է 92-93 միլիոն, այսինքն գրեթե եռապատկվել է, այսինքն բնակչության զգալի մասը երիտասարդ է, երիտասարդները փոփոխություն են ուզում, երիտասարդները ընդհանրապես հեղափոխության շարժիչ ուժն են։ Մեզ մոտ խնդիրը նաև այն է, որ այս երկու պաշտոնապես 2 եւ 9 միլիոն, իսկ իրականության մեջ մի կես միլիոն էլ պակասանացրեք այդ ժողովրդից, որ 2.5 միլիոն կամ 2.4 մնացել է, սրանց 600,000-ը թոշակառու են։ Եվ ընդհանրապես հասարակությունը մեր ժողովրդագրական տեսանկյունից խոցելի է, այսինքն այդ երիտասարդությունը չկա, էլ չեմ ասում, մենք երկարատև պայքարի մեջ ենք, չէ՞, մենք 88 թվականից ինչ հրապարակներ դուրս ենք եկել, անընդհատ պայքարի մեջ ենք, արդեն Աստված գիտի քանի տարի է, կամ պատերազմ, կամ փողոցային պայքար, եւ գնալով նաեւ այդ ճնշումն է շատացել։ Հիմա մեզ համար այս ինչ որ տեղի ունենում տարածաշրջանում հնարավորություն է, բայց այս հնարավորությունից օգտվելու համար դու պիտի պատրաստ լինես։ Ինչպես կյանքում մարդիկ լինում են, որ հնարավորություն է բացվում, օգտվում են եւ շահում են, բայց լինում են այլ մարդիկ, որ նույն հնարավորությունների դեպքում չեն կարողանում շահել, դեռ մի բան էլ կորցնում են։ Նույնն էլ ազգերն ու պետությունները։ Դրա համար ոնց որ ասած մենք տարիներ շարունակ պայքարել ենք, որպեսզի Հայաստանում առաջինը լինի սեփական պետության եւ ազգի շահերով առաջնորդվող իշխանություն, երկրորդը լինի կարողունակ պետություն, որտեվ կարող է եւ գիտեք ինչպես մարդիկ կա ցանկություններ ունեն, բայց դրա կարողությունը չունեն։ Ես կարողա շատ եմ ուզում ջութակ նվագել, բայց ես ջութակ նվագել չեմ կարող։ Ոչ դրա աստվածատուր շնորհքը ունեմ, ոչ դրա ուսումն ունեմ, ոչ դրա փորձը։ Հիմա Հայաստանում այդպես չի։ Հիմա Հայաստանում ամեն մեկը կարևորը խոսքով արտահայտի, որ ինքը կարող է աշխարհացունց բաներ անել եւ Հայաստանը փրկել։ Ամեն պարագայում այս զարգացումները ցույց տվեցին, որ մեր կանխատեսումները ճիշտ էին եւ հնարավորությունները կան, հիմա տեսնենք, թե ընթացքը ինչ արագությամբ կզարգանա։ Պարոն Պապյան, այ օրինակ դուք ինչպես եք գնահատում Հայաստանի դիրքորոշումը կոնկրետ այս պարագայում։ Ինչ է ճիշտ է վարվում, սխալ է վարվում, ինչ կարող է անել, թե ինքը ոչ մի բանում այսպես չի կարողանա որևիցե մի ասենք թեկուզ հայտարարությամբ հանդես գա կամ
ինչ-որ մի ազդեցություն ունենա, ինչ երաշխիքներ ունենք, որ մի օր էլ այդ անօդաչուները մեր երկրի վրա չեն գցի, ինչ երաշխիք։ Իհարկե Հայաստանից շատ բան այստեղ կախված չի, երաշխիք էլ չունենք, որը երաշխիք չունենք, որովհետև գիտեք, դու պիտի պատրաստ լինես այս ամբողջից, որ քեզանից ինչ-որ բան կախված լինի։ Բանես չկա, բայց կա պետական պատերազմից հետո ավելի ենք թուլացել, ոչինչ չենք արել պաշտպանությունը։ Հարցնում են ինչ եք արել, ասում են զենք ենք կարել։ Ուր է բա այս։ Կներեք, ես զենքի առևտուրը նայեք, զենքի առևտուրը այնպիսի առևտուր չի, որ թաքուն եւ տակից արվի։ Դա միանշանակ է եւ Հայաստանը պարտավորություն ունի Վիեննայում կենտրոն կա այդ սովորական սպառազինությունների վերացնել, որին ամեն տարի հաշվետվություն է ներկայացում։ Գոյություն ունի նաեւ շվեդական Ստոկհոլմի պատերազմի եւ խաղաղության ինստիտուտը, որը համարում աշխարհում ամենահեղինակավոր կազմակերպությունը այս զենքի առուվաճառքի դրա վերաբերյալ։ Նրանց տվյալներով Հայաստանը այս վերջի տարիներին 2-3 տարվա ընթացքում ընդամենը 390 միլիոն դոլարի զենք առել։ Ինչ միլիարդների մասին է խոսքը, այսինքն ինչ հեքիաթներ են պատմում եւ այլն։ Հնարավոր չի, հասկանում եք, աշխարհում հնարավոր չի միլիարդավոր դոլարների զենք առնել եւ դա չնկատեն։ Կարող եմ կրկնապատկել իրենց թիմը, կարող եմ եռապատկել, այսինքն չգիտեմ, ինչ որ հեքիաթներ են բան, որտեվ եւ բայց չի կարող տասնապատկվել։ Եվ վաճառող կողմը, եւ գնող կողմը տվյալներ են ներկայացնում։ Եվ այդ բեռնափոխադրումները վերահսկվում են, ամեն ինչը ի վերջո սա բանա։ Այստեղ նաեւ հարցը հետեւյալն է։ Հիմա երբ որ բանա զինվորական ծառայությունը Նիկոլ Փաշինյանը 24 ամիսը սարքում է 18 ամիս, ակնհայտ է, չէ, որ դա նախընտրական քայլ է, որովհետև արդեն ակնհայտ է, որ հիմա այս վնասաբեր է այս քայլը, վնասաբեր է հենց ծառայողների համար, որ թվում է առաջին հայացքից իրանց համար լավ է, որ քիչ են ծառայում, բայց գիտեք, իրենց ծառայությունը ավելի դժոխքի է վերածվում, որտեղ մարտական հերթապահությունը շատացել է։ Այսինքն դու նախ պիտի այդ վերահսկման վերաբերյալ նոր տեխնիկական միջոցներ դնես, տեխնոլոգիաներ, այլ միջոցներ, նոր կրճատես։ Դու չես կարող, որտեվ դա անում ես ի հաշիվ մյուսների, եւ հիմա էլ այսպես կոչված կարճաժամկետ զորահավաքներն են անում, որը իդեպ իշխանությունը օգտագործում է իր քաղաքական հակառակորդներին, նրանք ում տարիքը ոնց որ ասած այդ զորավարժությունների համար, զորահավաքների համար համապատասխանում է նրանց բան անելու, բանակ տանելու, այսինքն բանակ տանելը ընկալվում է որպես պատժիչ գործողություն, որը սխալ է եւ բարոյապես եւ քաղաքականապես, բայց դա անում են։ Մենք անուններ գիտենք, մարդիկ ովքեր բացահայտում են այս իշխանության զանցանքները, անգամ հանցագործությունները, հիմա արդեն տատալ են եւ մարդկանց հաճախ են տանում այդ առումով, մենք գիտենք ոնց է տեղի ունենում։ Ասածս հետեւյալն է, որ մեր արչեւ բարդ ժամանակահատվածը լի հնարավորություններով, բայց միևնույն ժամանակ մեծ վտանգներով առկա։ Կարող ենք հիմա մենք ինչ կանխատեսումներ ունեք դուք Հայաստանի հնարավորությունները արդյոք հնարավոր է, որ Հայաստանի համար այսպես նպաստավոր պայմաններ ստեղծվեն։ Ինձ թվում է ամեն ինչ ավելի վատ է գնում, պարոն Պապյան։ Ցավոք սրտի առ այսօր արագ է զարգանում ու չենք իմանում, թե վաղը ինչ կարող է լինի։ Այո, ցավոք սրտի առ այսօր վիճակը ավելի վատ է։ Մենք ես որ ավելի այսպես 18 թվականից ավելի մտա քաղաքական պայքարի մեջ եւ փորձում ենք ամեն ինչ անել, որ վիճակը լավանա, օբյեկտիվորեն գնահատելով պիտի ասենք վիճակն ավելի վատացել։ Այսինքն մենք ամեն ինչ անում ենք, փորձենք որ լավ է, բայց օբյեկտիվորեն վատանում է։ Վատանում է նույն արտագաղթի պատճառով, վատանում է նաեւ տնտեսական հնարավորություն սահմանափակումների եւ այլն։
այլն։ Գիտեք ինչ քաղաքականություն է իրականացնում ներկա իշխանությունը։ Թաքցնում է բացասական տարբեր զարգացումներ, չէ՞, այսինքն այդ մենք պարտքի մասին խոսեցինք, նաև, ասենք կախվածությունը Ռուսաստանից։ Կրնապատկվել միլիարդները զենքի չի առնվել, բայց մենք պաշտպանողությունից ավելի կարևոր մենք ինչ ունենք հիմա այս տարածաշրջանում, որ պատերազմ է։ Այո, բայց հիմա նաև տեսեք իշխանության տարփողած, գովերգած, իբր որ մենք ավելի ինքնիշխան ենք, ավելի անկախ ենք Ռուսաստանից։ Պաշտոնական տվյալներով Հայաստանի արտահանումը եւ այսինքն առևտուրը Ռուսաստանի հետ կրկնապատկվել է։ Եվ կախվածություն, եթե ինքը մեր արտահանման շուկայի 16%-ներ, հիմա 35%-ն է։ Կախվածությունը շատացել է, այսինքն այն որ կոչվում է դիվերսիֆիկացիա եւ այլն, այն այսպես կոչված նախկին ոչ ազգային իշխանությունների ժամանակ 2000-ականների սկզբներին Հայաստանի թիվ 1 առևտրային պարտները Եվրոմիությունն էր։ Հիմա ո՞նց ստացվեց, որ այդ իշխանությունը ավելի պրոռուսական էր, այս իշխանությունը պակաս պրոռուսական է, երբ որ այսօր կախվածությունը Ռուսաստանից ամեն ինչով ավելի է շատացել, ամեն ինչով շատացել։ Արդեն Նիկոլ Փաշինյանը ես սկսել է հայտարարել, ես երբ եմ ասել, որ արևմուտք են գնում, ես այդպես բաներ չեմ ասել, ես միշտ էլ ասել եմ մենք Ռուսաստանի հետ ենք։ Այդ նույն առավոտ զարթնում ենք, մի բան ենք լսում, իրիկունը գնելուց ուրիշ բան ենք լսում։ Ուսենց 8 տարի։ Այո, որովհետև Նիկոլ Փաշինյանը, ինչպես ինքը 18 թվին ասեց, իզմեր չունի, ինքը չունի քաղաքական համոզումներ։ Ինքը պատեհապաշտ գործիչ է, գործիչ չէ, պատեհապաշտ մարդ է իր համար, այսօր այսպես է հարմար, սա է ասում, մյուսն է, հետո ինքը բոլորին ասում է այն ինչ որ ուզում են, եւ այս պատճառով է, որ ինքը բոլորին խոստանալով այն ինչ որ ուզում են, կարողացել է բոլորից աջակցություններ ստանալ կամ գոնե դրա ակնկալիք ունի ընտրությունների ժամանակ կարողացել է մարդը հիմա խապել։ Շատերն ասում են, իսկ արևմուտքը չի տեսնում։ Այո, արևմուտքը չի տեսնում, որովհետև արևմուտքին այսօր սա է պետք, այսինքն այս վիճակը ոնց որ ասած այսպես լի, մինչև տեսնեն ինչ է ալնում։ Այդ արևմուտք կոչեցյալը պիտի հստակ հասկանալ, դա մարդկանց միջոցով է գործում։ Երբ որ ես մարդկանց ասում եմ, բա դուք այս ձեր ղեկավար X երկի եվրոպական կարևորագույն երկի ասեն խոսում ես մարդկանց հետ, նրա օգնականի հետ մեկի, ով որ Հայաստանի հարցով զեկուցող, ասում են, լսեք, մենք 20 երկրով ենք զբաղվում, որոնցից ասում են մեր ժամանակի 80%-ը գնում է Ուկրաինային, Հայաստանին ասում են երկու անգամ ամսվա մեջ երկու կարճ լուրի անդրադառնանք, թե չեն էլ վերնագրերը։ Իսկ ժամանակ չունենք խորանալու, դրա մեջ ինչա։ Ինչու, որտեվ Հայաստանը այսօր առաջնահերթություն չի իրենց համար։ Դե իր համար գնում է, այդ նորից եմ կրկնում, սա համար է Իրանի փոփոխությունը մեզ համար ճակատագրական է, որտեվ Հայաստանը հայտնվում է կարևորագույն շղթայի մեկ օղակ, եւ ինչպես շղթայի մեջ անկախ այդ շղթայում քանի օղակ կա, ամեն օղակ կարևոր է, որտեվ մեկ օղակի կտրվելն է շղթան կտրվում, նույնն էլ Հայաստանն է։ Այս սա է, որ մենք ուզում ենք Իրանում փոփոխություններ լինի, որովհետև Հայաստանի աշխարհակական կարևորությունը ուժեղանում է, ուշադրությունը Հայաստանի վրա շատանում է, հնարավորությունները շատանում։ Դուք պատկերացրեք, ինչ ներդրումներ են իրականացվելու Իրանում, եթե այնտեղ իշխանափոխություն լինի, հարյուրավոր միլիարդներ, եթե բնականաբար Հայաստանն էլ է օգտվելու, ավելին ասեմ, տարիներ առաջ նույն արևմտյան մի երկրի իրենք են այս թեման բացել, քննարկումը կար, որտեվ իրենք ունեն հետևյալ ծրագիր, ես չգիտեմ ապագայում ինչպես կանեն, ասում են, որ մենք սկզբի համար գոնե նախատեսում ենք մեծ ընկերությունների ներկայացուցիչների աշխատակիցների, ովքեր որ Իրանում պիտի լինեն, ընտանիքները պահել Հայաստանում, որովհետև դեռևս Իրանում վտանգավոր է լինելու եւ ուրբաթ օրերը չարտերային թռիչքներ կատարենք, ընդհանրապես դա մի ժամ էլ չկա, ասենք Թեհրան, Երևան, Թավրիզ, Երևան եւ այլն, իրենք գան, որտեվ իրենք գիտեք, վերաբերմունք աշխատակցի նկատմամբ պիտի պատշաճ լինի, դու չես կարող տանես ընտանիքից զրկես, բայց ընտանիքներն չեն ուզում տանեն, որտեվ ասում են դե հին ռեժիմի ներկայացուցիչներ, բաներ այդ վտանգի խնդիրը կա, չենք էլ ուզում ասում են իրենց տանել, փակել մի
compound-ի մեջ, ինչ որ փշալարերով եւ պարիսներով շրջափակված տարածքի մեջ։ Դրա համար օրինակ ասում են գոնե սկզբի համար մեծ ընկերություններից դրանք հարյուրավոր ընկերություններ են լինելու, աշխատակիցների ընտանիքները պահել Երևանում, Հայաստանում, անգամ Հայաստանում ինչ հնարավորություններ կբաց։ Ահա, այ մարդիկ փոխանակ այս տեսակետից մոտենան հարցին, իրենք չգիտես ինչի հայերի մեջ ներշնչված եւ ներարկված հակասեմիտիզմը, հակաարևմտականությունը եւ այլն եւ այլն։ Երեք էլի միտեղ քննարկման են մեկ էլավ ասեց դե արևմուտքի բանը ասма իսկ ինչու անտարբեր արևմուտքը ասենք Հայաստանի նկատմամբ ասма այդ հայտի պատմությունը երբ որ պատերազմեր ինչու չաջակցեց բան այդ մարդը բրիտանացի էր ասма կներեք ես ինչքան գիտեմ ձեր դաշնակիցը Ռուսաստանն է Դուք մեզանից ինչ եք այդ հարցը տալի քնացեք ռուսներին այդ հարցը տվեք դուք լինեիք մեր դաշնակիցը մենք ձեզ կպաշտպանենք հիմա եկել ես ինձ ասում ես ինչու մեզ 20 տվին չեք պաշտպանել դուք մեր դաշնակիցը չեք եղել սա է ամբողջ հարցը այո անուններով իհարկե չեմ ուզում ասեմ այստեղ ապրող մարդիկ շատ լավ պայմաններում ապրում են տնտեսապես շատ լավ բայց իրենք չգիտեմ ինչու մի ավելորդ խոսք չեն ուզում Ռուսաստանի մասին ասել ու շատ կասկածանքով են վերաբերվում արևմուտքին ու հիմա որ Իրանի հետ հատակումները եւ այլն ասում տեսնում եք քանդում են Իրանը տեսել Հայաստանը կանեն Իրանը քանդվեց Հայաստան ոտի տակ եւ այլն արդյոք դրա մեջ ճշմարտություն կա Նախ առաջին է, եթե իրենք կասկածանքով են վերաբերվում արևմուտքին, իսկ Միացյալ Նահանգները արևմուտքի առաջնորդ երկիրն է, ինչ են անում արևմուտքում։ Թողնեն Միացյալ Նահանգները գնան ապրեն Իրանում, ապրեն Սիրիայում, ապրեն Լիբանանում։ Այդ թողել են եկել են Ամերիկան եմ կրկնում։ Իրանք համար լավն են ուզում, ուրիշ համար վատն, սա մեկ։ Հետո նախ ասեմ, այստեղ իմիջիալով թող զգուշ լինեն։ Թրամփի իշխանությունները, այդ խոսակցությունները, այդ գրությունները կարա հիմք վերցնի իրան զրկի կամ այդ գրին քարտերից կամ անգամ քաղաքացիությունից եւ երկրից վտարի։ Թող իրանք այտենց այդ եւ մենք նախադեպեր գիտենք արդեն։ Ճիշտ եւ կամ գոնե քննարկումները կան։ Այդպես ոնց որ ասած արևմուտքի ազատությունը վայելում եք ազատ խոսքի իրավունքը։ Մյուսներն այդ հիմա կարար օրինակ նույն Թեհրանում որևէ մեկը այդ նույն ձևի քննադատեր սեփական իշխանություններին, ոնց որ Ամերիկայում ապրող Ամերիկայի իշխանություններին եւ կախաղանի չընթարկվեր։ Իհարկե ոչ։ 30-40 հազար մարդ են դրե գնդակահարել, 100,000 մարդ էլ վիրավորվել այս ցույցերի ժամանակ։ Ինչու են անում։ Այստեղ շատ պարզ է հարցը կա անցյալի գործոնը այդ մարդիկ լինի սփյուռքահայ կամ հայաստանցի մեծ մասը դաստիարակվել են այն պրոպագանդիստական պատմագրությամբ, բան, որը եղել է։ Մենք էլ ենք այդ ձև դաստիարակվել, բայց եկել է ժամանակ հնարավորություն է բացվել, կարդացել ենք այլ գրքեր, հատկապես փաստաթղթեր, մի քիչ մտածել ենք, եկել ենք եզրակացել, որ չէ, այդպես չի եղել։ Այս մարդիկ չեն ուզում դրանով զբաղվեն, իրենք հաշտեն։ Մյուս կողմից մարդիկ հոգեբանորեն կապված են իրենց մանկության եւ երիտասարդության այդ ամբողջ բանը իրենց բանանը։ Կա եւ երրորդը, նրանց մեջ կան նաեւ KGB-ի գործակալներ, կան ռուսական ազդեցության գործակալներ, որոնք եւ ժամանակին են եղել եւ հիմա էլ են եղել կան։ Իսկեն պետք չի անպայման մտածել, եթե այդ մարդը, չգիտեմ, հայաստանցի է, ուրեմն ազատ ինքը նաեւ ազատ է։ Չէ, շատ շատերը ենթակային այդ բան Մյուս կողմից նաև այսպես է պետք է հասկանալ որ դասական սփյուռքը միջին արևելքից է գնացել իսկ միջին արևելքում ամեն ինչի ոնց որ ասած թշնամին ընկալվել է արևմուտքը իրենք ճիշտ է սովետական չեն բայց այդ նույն բանն էին կատարում այսինքն նույն բանը միշտ եղել է օրինակի համար տեսեք որովհետև մեկը հարց չի տալիս իսկ այս Իսրայել-Իրան որ ասում են քանդում է Իրանը Միացյալ Նահանգները եւ այլն իհարկե չի քանդում այս հակասության դիմակայության պատերազմների հիմքը ո՞րն է որտեղից է գալիս այս հետևանքն է հիմքը նա է Իսկ ինչու առաջ չկար այսինքն մինչև 70 թվական Իրանից այլ որտեղ սա է հիմքը նա է որ Իրանն ասում է ես չեմ ճանաչում Իսրայելի գոյության իրավունքը
ոչնչացնելու եմ այդ պետությունը, այդ մարդկանց թափելու եմ ծովը։ Բայց Հիմա բնական դա պաշտոնական տեսակետն է, չէ՞ Իրանի, այսինքն սիոնիստական ռեժիմի վերացումը, որ այդպես են կոչում։ Ահա։ Հիմա Ամերիկան էլ ասում է, լսեք, այս երկիրը որ ստեղծվել է պետական միջազգային իրավունքի հիման վրա բոլոր երկրների համաձայնությամբ եւ սա է, որտեղ սա գոյության սահմանների հարցը չի, սահմանների հարցը կարելի է ազատ ձև քննարկել, բայց ինքնին պետության գոյությունն է հարցականը։ Ես էլ դաշնակից եմ այս երկրին։ Ես պետք է իմ դաշնակցին պաշտպանեմ, նաեւ իհարկե ներքին հարցեր կա, դա օրինակ հենց նույն դիմացը նոյեմբերին ընտրություններ են, բնականաբար հարց ավելի է սրվում։ Բայց այս ձևա չէ, ինչ են ուզում Իրանից։ Իրանց ասում են երկու բան։ Մեկը հրաժարվի քո ատոմային ծրագրից, որտեվ դու ասում ես ատոմային զենք օգտագործելու են ոչնչացնելու իմ թշնամիներին, իսկ դու քո թշնամի ես համարում բոլոր նրանց, ովքեր չեն ընդունում իսլամական հեղափոխությունը, թվում Իսրայելին։ Մեկ այսինքն ատոմային ծրագրից հրաժարում եւ դրան տեղ հասցնող միջոցների բալիստիկ հրթիռների ծրագրից, մյուսն էլ ասում է ճանաչի Իսրայելի գոյությունը, վերջ։ Կարող է այդ բաները, ինչպես շատ երկրներ կան արել են, բան են եղել։ Հիմա երբ որ եւ մինչեւ 70 թվականին շահը դա ընդունում էր, ով էր թշնամի Իրանի դեմ։ Ով էր եւ 70 թվականին որ այդ հեղափոխությունները եղավ, ինչա որևէ մեկը ասեց ինչու է կանում, ասեց ձեր իրավունքն է։ Ես ես հիշեցնեմ, որ Իրան-Ամերիկա հարաբերությունների վատացումը չսկսեց այդ հեղափոխության պատճառով։ Ամերիկան դեռևս դեսպանատուն էր պահում, չէ՞։ Սկսեց այն ժամանակ, երբ որ հարձակվեցին դեսպանատան վրա, գրավեցին դեսպանատունը, պատանդ վերցրեցին, տարուկեսպայեցին ամերիկյան մի քանի տասնյակ դիվանագետների։ Հարձակումը դեսպանատան վրա դա ըստ միջազգային իրավունքի հարձակում է, դա պատերազմ է։ Այո, հարձակ պետության, այսինքն Իրանը հարձակվել է Միացյալ Նահանգների վրա, պատերազմ է հայտարարել այն ժամանակվանից։ Բա ի՞նչ է ուզում։ Իրանն է առաջինը հարձակվել Միացյալ Նահանգների վրա եւ ոչ թե Միացյալ Նահանգները Իրանի վրա։ Այսինքն այդ ամբողջը մոռացել են, որտեվ դա 70-80 թվականներին էր, հիմա սան են անդրադառնում, այդպես չի լինում։ Այդ նույնը, երբ որ հաճախ ասում են, ինչու են հայերը 2000, չգիտեմ, 15 թվին թուրքերի դեմ ցույց անում, չեն սիրում, չգիտեն բողոքում են, դե 100 տարի առաջ է եղել։ Հետո ինչ 100 տարի առաջ է եղել։ Այդ ցեղասպանության հետևանքները մենք առ այսօր կրում ենք։ Այդ պատճառով մենք երկիր ենք կորցրել, այդ պատճառով մենք հայրենակիցներ են կորցրել, այդ պատճառով Հայաստանը այսօր իր խեղճության պատճառի մի զգալի մասը այդ ցեղասպանությունն է, որտեղ եթե չլներ ցեղասպանությունը, ապա Ուլսենյան իրավարը չէ։ Հայաստանը կլներ մեծ ու հզոր։ Մի 50-60 միլիոն հայազգ կլներ։ Հենց դա է, եւ մենք ի վիճակի կլնենք ամուսնային երեխեք ունենային, այդպիսի ազգել հզոր մենք կլնենք։ Այո, մենք կլնենք մեծ ու հզոր, մենք կկարողանայինք պաշտպանել այն, որ ասում են Ուիլսոնի իրավարար վճիռը թուղթ է, որովհետեւ դու Հայաստանում իշխանած բոլշևիկները գրավեցին, դա չիրականացավ, բացի այդ մենք ի վիճակի չենք մեր իրավունքները կենսագործել, որովհետև խեղճ, ջարդված, կոտորված, ունեզրկված, որտեղ ցեղասպանությանը հաջորդեց մեկ այլ ունեզրկում, մենք մոռանում ենք ռուսական բոլշևիկյան հեղափոխությունը բերեց նրան, որ հայկական բուրժուազիայի ողջ հարստությունը Բաքու եւ Թիֆլիս մեր ձեռից խլեցին, այսինքն այդ 5 տարվա մեջ 15-ից մինչև 20 թվականները, որ վերցնենք 20-21 թվականները, հայերը այնպիսի ճակատագրական հարված է հասցվել եւ մարդկային տեսակետից եւ կապիտալի տեսակետից եւ ամեն ինչի, որ մենք մի կերպ կարողանում ենք եւ այդ պատճառով է, որ մեզ էլ են մոռանում, որ Արցախի եւ Նախիջևանի Հայաստանից, այսպես ասած, վերցնելու եւ թուրքերին տալու պատճառը հենց նաեւ է դրա հետևանք, այսինքն Հայաստանը թույլ էր եւ ուժեղ Թուրքիան պետք է դաշնակից էին մանգալի նրանց շարքերում, դրա համար Հայաստանի հաշվին լավություններ էին անում, ինչ որ հիմա է անում, այսինքն, երբ որ Ռուսաստանը պիտի Ուկրաինայի դեմ պատերազմ սկսեր,
Արցախը փաստորեն բան արեց, զիջեց այդ հայտնի 2 օր առաջ պատերազմի, որ ստորագրեցին ստրատեգիական գործընկերության հայտարարությունը Ադրբեջանի հետ, ինչու այդ ձև արեց, որտեվ Հայաստանի վրա թքած ուներ Ռուսաստանը, Արցախի վրա առավել եւս, որտեվ ցավոք սրտի հայերը դա համարում են, չգիտես ինչի, ոչ իրենց օտար ինչ որ մի բան, մաս չէին համարում, իսկ Թուրքիա եւ Ադրբեջանի չեզոքությունը կարեւոր էր այդ պատերազմի ժամանակ, դրա համար վճարեց Արցախով, վճարեց Հայաստանի, իմ երեսին է ռուսներն ասե, այդ պատերազմ որ ավի կուտա ձենիցիս, մի շատ կարեւոր անձեր եկե բանը Մոսկվայից Հայաստան, այստեղ մի մեծ քննարկում կար կարևոր մի կառույցում, չգիտես ինչի նաև ինձ էին կանչել, որտեղ ուզում են ես նաև մի քիչ հակախոսացող էլ լիներ այս ռուսին, որտեղ բոլորը այսպես սիրաշամ եւ քցնում էին, ես երբ որ բացատրում էի, որ լսեք, այս ամբողջը հանգեցնելու է նրան, որ հայ ժողովուրդը ձեզանից երես է թեքելու, որտեղ դուք դավաճանում եք այս հայ ժողովրդին, որը դարեր շարունակ սպասարկել է ձեր շահերը, իրանց դիրքորոշում է ավիկուդա ձենիցս։ Այ հիմա դրա համար Իրանի, ելի մենք վերադառնում ենք Իրան արևմուտք հարաբերությունների բարելավումը մեզ հնարավորություն է տալիս, ստեղծում է որ այդ տուդայի մի ձենիմսը, մենք կարանց են դրան բան լինենք։ Այդ բխում է մեր շահերից փաստորեն։ Եւ Ռուսաստանը բխում է մեր շահերից, եթե այս հարցերը լուծվի։ Այո, հիմա տես մեր շահերից է բխում Ռուսաստանի ներեք պարոն Ռուսաստանի դիրքորոշումը որն է Ռուսաստանի Դե տեք Ռուսաստանի դիրքորոշումը Հա, չէ, Ռուսաստանը ինչպես միշտ մեծ բաներ խոսացին, մեծ թղթեր ստորագրեցին Իրանի հետ, Իրանից Հայ հենց էստա Ռուսաստանի դիրքորոշումը ինչպես մի չերտական անգամ գցեց։ Հիմա հարց, եթե Ռուսաստանը գցում է Իրանի նման երկրին, որտեղ պարզապես ի վիճակի չի որ էլի կարող ենք հույս ունենանք, որ ինքը Հայաստանին է պաշտպանելու, իհարկե չէ։ Եկեք ընդունենք, որ այսօրվա Ռուսաստանը 19-րդ դարի Ռուսաստանը չի։ 19-րդ դարի Ռուսաստանը մի քիչ որը բոլորը այն հույսն ունեն, որ հենց ռուսը պետք է Արցախը վերցնի ու տա մեզ։ Ինչի համար, այսինքն որն է Ռուսաստանի շահը։ Ես ասում, որ Ռուսաստանը շուտով պետք է պատերազմ հայտարարի Թուրքիային։ Եվ որ պետք է հայտարարի տվեց Արցախը։ Նայեք, երբ որ կային էլի, ինձ էլ ասել են մինչև այս ամբողջ բանը, լավ հիշում եմ, մի Սփյուռքայի ասում էր, օրը Ռուսաստանը մեր հողերը պիտի Թուրքիային վերցնի, մեզի պիտի տա։ Ասում եմ, լսեք, այսօր ունի վերցրած Նախիջևանն ու Արցախը։ Չէ՞։ Թող հիմա սրանք տա, այն էլ հետո կվերցնի, այսինքն սրանք, երբ որ Արցախը 100%, իսկ անգամ 88 թվից առաջ 78%, իսկ 1920-ականներին 97 հայերով բնակեցված, ամեն առումով եւ իրավունքով եւ պատմական Հայաստան էր, հայերին չտվեց, հիմա ինչի պետք է նախ վերցնի, դա երկրորդը ո՞նց է վերցնելու դա, իրանք գիտեն, որ ռուսական նավատորմը, Սևծովյան նավատորմը, որտեղ մյուսները ուժեղ են, բայց այստեղ այդ կապ չունեն, Սևծովյան նավատորմը Ուկրաինայի դեմ պատերազմից առաջ, իսկ ինչ եմ սա նշում, որտեղ այս ուկրաինական պատերազմը լրիվ համարյա ոչինչ չէ, 11 անգամ զիջում էր իր հզորությամբ Թուրքիայի Սևծովյան նավատորմին։ Այսինքն այդ ո՞նց է կարողանալու։ Էլ եմ կրկնում, մարդիկ չեն պատկերացնում, որ այսօրվա Ռուսաստանը Ռուսաստան չի։ 19-րդ դարում Ռուսաստանի բնակչությունը մի 3-4 անգամ ավելի շատ էր, քան Օսմանյան կայսրության բնակչությունը։ Իր ռազմական հզորությունը շատ էր, այս ամբողջը կար։ Ինքը վերելքի վրա էր։ Թուրքիան թույլ երկիր էր, այսօր փոխվել է իրավիճակը։ Հիմա ստեղծվում է մի իրավիճակ, եթե որ ուզում են մեր հողերը վերցնել մեզ տան, եկեք հասկանանք, որ երկիրն է այսօր ի վիճակի, չեմ ասում կուզի, կուզելը դեռ դնենք մի կողմ, ի վիճակի ջախջախել Թուրքիային։ Դա հնարավոր է միայն Միացյալ Նահանգները։ Միացյալ Նահանգները, որ այսօր բարեկամ երկիր են կամ առերես բարեկամ, երբ կարող են դառնալ Թուրքիայի թշնամի, երբ որ Իսրայելն ու Թուրքիան թշնամի լինեն,
Էտա չէ։ Նախարարները կան արդեն։ Ահա, Ռուբիոն չհայտարարեց, որ մենք Իրանի վրա հարձակվեցինք, որովհետև վտանգ կար, որ Իրանը հարձակվելու է Իսրայելի վրա։ Հենց Ռուբիոյի հայտարարը Թրամփ ուրիշ բան ասում, Ռուբիոն ուրիշ բան։ Հիմա շանս է ստեղծվում, ու ես երբ որ խոսում եմ Ուլսենյան իրավարար վճռի մասին, շատ անուղեղներ չեն հասկանում, ասում են մենք չենք կարող։ Իսկ ով ասեց, որ ես ասել եմ մենք պիտի դա անենք։ Ես ասում եմ մենք ունենք այս հնարավորությունը, սա պահենք, մարկանց պատրաստենք, երբ որ պետք կգա իրենց շահերի համար լեգիտիմացնել, օրինական հիմք դնել Թուրքիայի քայքայման տակ, բնականաբար գործոններից մեկը քրդական գործոնի հետ միասին իրավական փաթեթն ալնելը Ուիլսոնյան, որտեղ նույն Միացյալ Նահանգները եթե պիտի պաշտպանեն Իսրայելին, իրենք պիտի սեփական ժողովրդին էլ ցույց տան, ասեն իսկ ինչի համար են անում, եւ բացահայտ ասել, որ մենք Իսրայելին պաշտպանելու համար ենք անում, որը էլ ասում են եւ պետք է ասեն, բայց խնդիրը պիտի ասեն, որ մենք պարտավորություններ ունենք, մեր մեծ կնիքով ստորակնքած, ստորագրած մենք այս պարտավորություն ունենք հայ ժողովրդի նկատմամբ եւ հանուն հայ ժողովրդի մենք սա ենք անում, կեցե հայ ժողովուրդը, կեցե այս բանը, չեն հասկանում մարդիկ տարական բանը եւ մարդկից բարոն Պապյան, իհարկե անելու են եւ չէ, նայեք աշխարհում ոչինչ չի տրվում հենց այնպես, Մագի ջան, դու մենք պետք է Արկասո քո կյանքում հաջողությունների ես ասել, շատ ուրախ ենք դրա համար, բայց եթե դու չանեիր, դու ջանքեր չդներ այդ քո կյանքի մեջ, դու այդքան չաշխատեր, չտառապեր, չփորձեր, կհասներ, նստեր, սպասեր, թե երկնքից քեզ պիտի հաջողության դուռ բացվի, չգնի։ Բա հայերը իրանք հերիք չի չեն ուզում բան անեն, անողներն էլ անուն են կպցնում, անունները չէ, անողներին էլ ինձ, քեզ, մյուսին անուն են կպցնում, հա, փնովում են, խանգարում են, ծաղրում են, դուք հասկանում եք մենք ստորության այն մակարդակին ենք հասել մեր մեջ որոշ մարդիկ, որ ծաղրում են սեփական ժողովրդի իրավունքները, ուրիշ երկրներ հելնում են Ադրբեջանը, մյուսնա, չգիտեմ, մի երկիր, պարոն Պապյան, Վիլսոնի ջիրը ծաղրի չի ենթարկում, ինչպես հայ ժողովուրդը, հիմա մի քիչ շնորհիվ ձեզ, Բևեռի, այս ազգային գաղափարախոսություն մեջտեղ բերելու, լիքը մարդիկ արդեն հասկանում են ինչն ինչոց է, որովհետև ժամանակին է Վիլսոնի իրավարար վճռի մասին ռուսները սկիթեն էլ թողել, որ մի բան խոսվի, այդ դրա համար։ Այո, չէ, եւ պատահական չի, որ այդ վճիռը ամբողջությամբ երբեք չէր տպագրվել մինչեւ 2011 թիվը, երբ որ ես դա տպեցի, դա էլ արծա առաջանում։ Ով էր շեղում նույն Սփյուռքին բուն պահանջատիրական պայքարից եւ պահանջատիրությունը նույնականացվել էր ցեղասպանության ճանաչման հետ։ Դա էլ ուրիշ հարց է, որովհետեւ երբ որ մենք ուշում Դե շեղում էին, որովհետև նույն, ասենք, նույն Մոսկվան, նույն բանեն ձեռնատու չէր խոսալ իրավական փաթեթի մասին, այլ պետք էր ցեղասպանության գործոնը առաջ մղել, որը ցավալի եւ էմոցիոնալ է, մարդիկ դրա հետ կապվելու էին, բայց լայն առումով դրանից որևէ իրավունք չէր բխելու, շատերին թվում էին, որ ասում են, եթե ճանաչի, մեր հողերը հետ կտա, այսինքն անգամ դրա բանի վրա էին, այդ սխալ մոտեցումը բայց վերադարձնի, հետևաբար պիտի պահանջատիրության հարցը առաջ տարվի։ Այո, կարող է չճանաչի եւ ինձ 1000 տարի Թուրքիայի ճանաչումը պետք չի, ինձ պետքա աշխարհի հզորագույններին համոզել, որ իրանց պետքա թույլ եւ տրոված Թուրքիա եւ պետքա մեծ ու հզոր Հայաստան։ Եվ քանի որ դա մենք ինքնուրույն չենք կարող անել, իսկ Հայաստանը այս սահմաններում, այս վիճակում չի կարող գոյատևել, ես ասել եմ կրկնում եմ իմիս խոսքերը, որ Հայաստանը պիտի լինի կորցնելու, այսպես ասած, այո, Հայաստանը պիտի լինի կամ մեծ ու հզոր, կամ չի լինի։ Այն պատրանքը, որ իբր թե Հայաստանը այս 29000-ով կարա գոյատևի, հնարավոր չի։ ՍՍՄ տարիներին Հայաստանը տնտեսական զարգացություն է ունեցել, որտեղ Հայաստանի սահմանները այլ են եղել։ Շատերը մոռանում են, որ Հայաստանը 29000 չէր, Հայաստանը 17 միլիոն քառակուսի կիլոմետրանոց ՍՍՀ մաս էր,
Դրա մի բաղադրիչն է։ ինտեգրացիոն կապերով կապված են եղել բոլոր Այո, ինքը մի պետության մեծ մասնիկ էր։ Այն պահին, երբ որ այդ կապերը խզվեց, Հայաստանի տնտեսական անկումը սկսեց, որտեվ երբ որ դու ելք չունես դեպի ծով, ելք, ոչ թե ծովեզերք, դու արդեն դատապարտված ես։ Աշխարհում 33 երկիր կա, որ ելք չունի դեպի ծով։ Եվ այդ 33 երկրները, եթե համեմատում ես հարևանների մյուսը, տնտեսապես եւ ռազմականապես շատ ավելի խոցելի են։ Ես ասում եմ ելք չունեցող չեմ ասում, որտեվ Շվեյցարիան ելք չունի, Ավստրիան ելք չունի, կներեք, ծովեզերք չունի, բայց ելք ունի։ Իսկ մենք այդ ելքը չունենք, որովհետև մեր այդ միակ ելքը Վրաստանի վրայով է, այդ էլ երբեմն փակվում է, երբեմն բացվում է։ Այս է հարցը, երբ որ նույն Ուիլսոնը Լարսը փակել է։ Դե հենց էտա, երբ որ Ուիլսոնը որոշեց Տրապիզոնի նահանգի մի մասը տալ Հայաստանին, ոչ թե այն պատճառով, որ Տրապիզոնը դիտարկվել է որպես հայկական նահանգ, ոչ, այլ այն պատճառով, նա ասում է, քանի որ մենք ելք չենք տալիս միջերկրական ծով եւ հայերից իրանց հայրենիքի մեծ մասը, սա էլ են մոռանում, մեծ մասը հայերից խլում ենք տալիս ենք թուրքերին, որտեվ այդ վճիռը մեր հայրենիքի փոքր մասը 40%-ը մեզ տվեց։ Հետևաբար մենք պիտի կենսունակ երկրի համար viable state պիտի Հայաստանին ելք տանք դեպի ծով, ելք դեպի Սև ծով հայկական նավահանգիստներով եւ ելք դեպի տարբեր ծովեր որպես էքստերիտորիալ նավահանգստով։ Շատերը մոռանում են, որ օրինակ նույն Այաս նավահանգիստը ներկայիս Թուրքիայում եւ Հայֆա նավահանգիստը Իսրայելում, այդտեղ Հայաստանը տերիտորիալ սեփականություն ուներ ըստ այդ նույն իրավարար վճի եւ ելք դեպի ծով եւ դրանց կապող երկաթուղին եւս պիտի լիներ հայկական սեփականություն, այսինքն կենսունակության պարամետրեր ա պետք։ Այս մարդիկ, քանի որ երկիրը կառավարում են միայն, այսինքն ընտրությունից ընտրություն եւ հանուն ընտրությունների, ընտրական խոստումներով կառավարում են եւ սանով էլ կարծում են երկիրը բանա։ Այո, խաղաղությունը կարեւոր է, բայց այն ինչ որ իրանք անում են, սա խաղաղություն չի, սա զինադադար է մի քանի տարվա համար, մենք չգիտենք, դա կլինի 2-3 տարի, քանի Թրամփը իհարկե, հիմա քանի այո, այսօր ձեռ չի տալիս, Թրամփը կա, կարող է Ալիևը չի ուզում վատ հարաբերություններ զարգացնի, Արցախում էլ քանի որ մենք իրավական փաթեթով խնդիրը չլուծեցինք, եկավ մի շրջան եւ ինքը Չակերտավոր դեօկուպացիայի ենթարկեց Արցախը եւ պատերազմ եղավ։ Այսինքն այն որ ասում են տեսեք խաղաղությունը, եթե դու դրա հիմքերը կայուն չես կառուցել, այդ խաղաղությունը կարող է այսօր կա, վաղը չլինի։ Եվ այդ խաղաղություն կա, քանի մենք վճարում ենք։ Թրամփի ճանապարհն էլ ոչ օրինական փաստաթուղթ է, ոչ ասենք ամբողջ, այսպես միջազգայինորեն ճանաչված Թրամփի ճանապարհ, հասկացան, վաղը Թրամփը չլինելով է դրա գարանտը։ Չէ, բացի այդ այդ փաստաթուղթը հենց առաջիտող ասում է, որ այս որևէ պարտավորություններ չի ստեղծում կողմերից մեկի վրա, հստակ ասում է, այդ իրավական փաստաթուղթ չի, բացի այդ, այդտեղ ամերիկյան մասնավոր ընկերությունը, Trip Development Company-ն, մասնավոր ընկերությունը պիտի զբաղվի ճանապարհի կարգավորմամբ, այնտեղ իրականացնի գործառույթներ եւ այլն, այնտեղ որևէ այլ բան չկա, ասինքն դրա մասին։ Իսկ որ փորձում են ներկայացնել իբր այն ապաշրջափակումը Հայաստանը, ոնց կարող է մի ճանապարհ, մի միջանցք, եւ դա միջանցք է, որ իրանց մեր վերահսկողության տակ չի, այսինքն Ադրբեջանի մի հատվածը Ադրբեջանի մյուս հատվածին կապող այդ անցուղին, որտեղ մենք մուտք չունենք, ես որպես Հայաստանի քաղաքացի մյուսը չեն էլ կարող մտնել, դա ապաշրջափակի Հայաստանը, որպես ինչ է ապաշրջափակելու Հայաստանը, այսինքն ոնց է ապաշրջափակելու, այ ապաշրջափակել են դեպքում կլինի, երբ որ Հայաստանը կհայտնվի, կրկնում եմ, Իրան, Հայաստան, Վրաստան այդ միջանցքի վրա եւ այդտեղ պիտի լուծվի Նախիջևանի հարցը, սա է հարցը։ Քանի որ մեր ժամանակն էլ որ արդեն վերջանում մի երկու խոսք էլ այդ Մոսկվայում դատավարության վերաբերյալ Վիլսոնի իրավարար վճռի որևէ ինֆորմացիա ունեք, ինձ համար շատ հետաքրքիր է, որտեղ այն օր ես լսում էի, որ ասում են Վիլսոնի իրավարար վճիռը ոչ թե 160,000 քառակուսի կիլոմետրի մասին, այլ ավել է 200,000, ինչ, քանի ասում են 214 համարում եմ ձեզ առաջի գիտակը Վիլսոնի իրավարար վճռի հետ կապված, ձեր
կարիքն եմ ուզում իմանալ։ Այո, ուրեմն այդ թյուրիմացության հետևանքը 214,000-ը 200 Վիլսոնի իրավարար վճիռը հստակ որոշել է սահմանները եւ այն 162-ից 165,000 քառակուսի կիլոմետրի մասին է խոսքը, դա միանշանակ է։ 214,000-ը գալիս է այն տեղեբանից, գրությունից, ազգերի լիգարի քարտուղարության կողմից տպած Հայաստանի Հանրապետության իշխանության կողմից ներկայացրած փաստաթղթի հիման վրա, որտեղ ասվում է հետևանքը, այդ փաստաթուղթը մինչև վճիռի կայացումն է եղել, որ քանի որ դիմել են Ուիլսոնին, որ Ուիլսոնը իր որոշումով իրավարար վճռով որոշի Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի սահմանը ուշադրություն այստեղ Վան, Բիթլիս, Էրզրում եւ Տրապիզոն նահանգներում ապա Հայաստանի սահմանը ենթադրաբար 214,000, այսինքն իրենք վերցրել են այդ բոլոր 4 նահանգների ամբողջ տարածքը, կրկնում եմ, ամբողջ տարածքը գումարել են Հայաստանի տարածքին, այդտեղից առաջանում։ Իսկ Ուիլսոնի իրավարար վճիռը, երբ որ որոշումը կայացվել է ուժի մեջ համատեղ, այդտեղ ասենք Տրապիզոնի նահանգի կարծեմ 61%-ն է, Բիթլիսի նահանգի էլի 60, այսինքն այդ 214-ից հանված է այդ, օրինակ Վանի նահանգի ամբողջ հարավը, Սղերտը եւ բանը դուրս է։ Այսինքն իրավարար վճռով Հայաստանն է փոխանցվել ոչ թե այդ 4 նահանգը ամբողջական տարածքներով, այլ այդ 4 նահանգների տարբեր մակերեսներ, որոնք տատանվել է 50%-ից մինչև 62-65%-ը, սա է։ Հիմա ցավոք սրտի լիքը մարդ կա, որ չի զբաղվում պրոֆեսիոնալ, փաստաթղթեր չի էլ տեսել, չի բան արել, չի խորացել, հայտարարություններ են անում են, այսինքն ցավոք սրտի երբեմն դա իրենց գործունեությունը լինում է օգտակար, երբեմն լինում է վնասակար, անում են, սա է, եթե խոսքը վերաբերում է 214-ին։ Ինչ վերաբերում է այդ դատավարությանը, այդ դատավարությունը վերաբերում է ոչ թե Ուիլսոնի իրավարար վճռին, այլ Մոսկվայի պայմանագրին։ Եվ հիմա խնդիրը հետևյալն էր, եւ ես ի սկզբանե ներգրավված եմ եղել այդ ամբողջի մեջ, դուք պիտի հստակ պատկերացնես ճանապարհը ուր ես գնում, գոնե տեսականորեն, որ գործնական։ Ճանապարհը հետևյալն էր. սպառել ներդատավարական գործընթացը, ասենք տվյալ երկրում, հիմա ասենք Ռուսաստանում, որպիսի հնարավորություն լինի դիմելու մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Սա ուզում եմ շեշտել, մարդու իրավունքների եվրոպական դատարան, որտեղ ՄԱԿ եւ այլուր չի կարող անհատը դիմել։ Հիմա եւ այսինքն այս ամբողջ գործընթացը, որ Ռուսաստան տեղ ունեցավ մարդու իրավունք եվրոպական դատարան դիմելու համար, ինչու, որտեղ մարդու իրավունքների կոնվենցիան սեփականության անձեռնամխելիության եւ սեփականության իրավունքի կետ ունի, այսինքն ինքը իրավասու է հարցի վերաբերյալ վճիռ կայացնելու։ Այսինքն մեր խնդիրը այս փուլում պիտի լիներ եւ այդ էր ամբողջ գտնել Ռուսաստանի քաղաքացի, ով տուժե սեփականության փաստաթղթեր ունի Կարսում, չգիտեմ, Կարզվանում, Արդվինում եւ որը կդառնար հայցվոր plaintiff մարդու իրավունքների եվրոպական դատարան այն հիմքի վրա, որ ռուս-թուրքական անօրինական գործարքի Մոսկվայի պայմանագրով խախտվել է իմ սեփականության իրավունքը եւ դատավճիռը ամրագրեր, որ այս մարդու իրավունքները անօրինականության հետևանքով խախտվել է, ամրագրեր Մոսկվայի պայմանագրի անօրինական լինելը։ Դիմելը ՄԱԿ-ի հանձնաժողովների, հանձնախմբերի, մարդու իրավունքների հանձնախումբ, հանձնաժողով եւ այլն, դա ոչինչ չի տալու։ Դրա համար է դատավարությունը պետք էլ չէր։ Կարելի էր դիմել այդ հանձնաժողովին եւ այլն։ Բայց դիմել չի նշան, որ ինքը հայցը կվերցնենք։ Եթե մարդիկ կարդան հանձնաժողովի իրավասությունները, մարդու իրավունքների հանձնախմբի, այնտեղ committee եւ commission կա, այնտեղ կտեսնեն, որ ՄԱԿ-ի այդ հանձնաժողովը չի զբաղվում սեփականության իրավունքով, այն զբաղվում է կրոնական, չգիտեմ, ազգային այլ իրավունքների հարցով։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը զբաղվում է սեփականության հարցով, ՄԱԿ-ի հանձնաժողովը չի զբաղվում այդ հարցով։ Սա շատ կարևոր հարց է։ Այսինքն դու դիմես, չդիմես, ինքը չէ, եւ մի հարց էլ ասեմ։ Մեզ պետք է դատավճիռ
Իսկ ՄԱԿ-ի այդ կառույցները, հանձնաժողովն էլ հանձնախումբը, դրանք փորձագիտական, կրկնում եմ, դրանք փորձագիտական խմբեր են, որոնք վճիռ կասնելու իրավասություն չունեն։ Ոչ միայն չեն կարող վերցնեն հարցը քննության, որտեղ իրանց իրավազորություն, նաև իրանց կայացած որոշումը դա փորձագիտական կարծիք, այսինքն 18 մասնագետ կարծիք են հայտնում։ Սա է ամբողջ իրականությունը, բայց դե լավ է հնչում, դիմել ենք ՄԱԿ-ին, բայց ՄԱԿ-ի որ կառույցին եք դիմել, սրա մասին է խոսքը, կրկնում եմ, ՄԱԿ-ը դա միջպետական կառույց է, մասնավոր անձինք չեն կարող այնտեղ դիմել, այո։ Բայց հիմա Ռուսաստանում այդ դարավարությունների վերջնական արդյունքին հասել է, պատասխանում են ռուսական Չէ, Ռուսաստանի 3 այդ ինստանցիաները ցրողական պատասխաններ են տվել, բայց գոնե մենք առերես եւ թե ուղղակի մենք չենք կարողանում գտնել, այս հիմա օգտվելով առիթից ասում եմ, մեզ պետք է Ռուսաստանի, Հայաստանի քաղաքացին չի կարող։ Ես ունեմ Հայաստանի քաղաքացիներ, ովքեր որ ունեն փաստաթղթեր սեփականության վերաբերյալ։ Սա շատ կարևոր է, հիմնավոր փաստաթղթեր, բայց ինքը չի կարող դիմել, որտեղ եթե Հայաստանի քաղաքացին դիմի մար եվրոպական դատարան, իրանք ասեն դու Հայաստանում ես գործընթացը պիտի անցնես։ Այն ինչ որ Ռուսաստանում են կանցել։ Բայց պետք է Ռուսաստանի քաղաքացի, որը անսակարգ, անվիճելի փաստաթղթեր ունի, որ կարող է դիմել եւ պատրաստ է դիմելու։ Այս էլ ուրիշ հարց է, որտեղ Ռուսաստանը ճնշելու է իր քաղաքացուն։ Մենք տեսնում ենք, չէ՞, մարդկանց զրկում այդ իր քաղաքացիությունից ճնշում այդ հարցը կա։ Իսկ ինչու այսքան Հայաստանում ոնց որ ասած այդ չենք զբաղվում, ոնց ասած դատավարական գործը, որտեղ այս իշխանության օրոք հնարավոր չի։ Մեկ, երկրորդը Հայաստանը չի կարող վիճարկել Մոսկվայի պայմանագիրը, երկու, չի կարող, Հայաստանը մարշ չի կազմում դրա։ Եվ երրորդ, այսինքն այստեղ խնդիրը, եթե մենք ունենք շատ ավելի հզոր փաստաթղթեր, ոնց որ ասած Վիլսոն իրավարար վճիռն է, այսինքն փոխանակ գնանք այդ դրա հետևից ինչի նրա վրա մենք ոնց որ ասած կենտրոնանանք։ Ռուսաստանի պարագայում ուրիշ է, Ռուսաստանի պարագայում Մոսկվայի պայմանագրին կարելի էր անդրադառնալ, հնարավոր չի իրավարար վճռին անդրադառնալ, որտեղ Ռուսաստանը չի հանդիսանում Վիլսոն իրավարար վճռի մաս։ Իսկ մենք գոնե որպես շահառու որոշում կայացնողը մենք չենք, էլի շատերը սխալ են պատկերացնում, թվում են Հայաստանը, չէ, Հայաստանը այդտեղ չկա, Հայաստանը շահառու է, որոշումը կայացվել է բրիտանական կայսրության, Ֆրանսիայի եւ Իտալիայի հայցադիմումի հիման վրա, հանձին Փարիզի վեհաժողովի որոշում կայացել է Միացյալ Նահանգները, սա է այս իրականությունը, այո։ Բայց արդյոք եթե նույնիսկ այս դատավարությունը, պարոն Պապյան, ասենք գտեն Ռուսաստանի քաղաքացի, որ փաստաթղթեր ունենա եւ այլն, եւ դիմի դատարան, արդյոք Մոսկվայի պայմանագիրը կարող են դրանով չեղյալ համարեն օրինակ։ Չէ, չեղյալ չի հայտարարվելու։ Էլի մենք ունենք էլի սխալը, որ մարդիկ կա մեկն էլ կա, չէ՞, սպանդում էր ասում էր պետքա չեղարկել Մոսկվայի պայմանագիրը, պետքա բանը, ես ասում եմ, գիտեմ ու մաս։ Այո, չէ։ Ես ձեր բանավեճնել եմ լսել։ Այո, չէ, եկեք, դա չի չեղարկվում։ Նախ ես իմ ասածը որն է, դուք չեք կարող չեղարկել մի փաստաթուղթ, որը ի սկզբանե անօրինական է։ Իմ ասածը հետևյալ, դա խոսքը չեղարկման մասին չի։ Խոսքը դատավճիռ ստանալու մասին է, որտեղ հստակ արձանագրված լինի, որ ռուս-թուրքական անօրինական գործարքի պատճառով ոչ թե չեղարկում է, այլ տալիս է իր դատական գնահատականն է տալիս, անօրինական գործարքի հետևանքով, օրինակ համար Պողոսյան Վարդանուշը կորցրել է իր սեփականությունը, այսինքն ինքը քննարկելու է սեփականության հարցը, հիմա սեփականության կորստի հարցը պետք է ինքը հիմնավոր ինչի վրա, մեզ պետք է այդ ձևակերպումը, որ այդ անօրինական գործարքի, թե չէ չեղարկել հնարավոր չի, միջպետական փաստաթուղթը այդ ձևով չի չեղարկվում, միջպետական փաստաթուղթը չեղարկվում է այն բանի վրա, իսկ դա իմիջիալով չեղարկված է Մոսկվայի պայմանագիրը։ Դա չեղարկված է 1925 թվականի Փարիզի սովետա-թուրքական փաստաթղթով, որովհետև երբ որ դա կնքվեց, ինչի դա կնքվեց, որովհետև եւ 20 տարով դա կնքվեց, մինչեւ 25-ից 45 թվականը, որովհետև 21-ին անօրինական էր, երբ որ 45 թվականին սովետական միությունը ուզում էր հարձակվել Թուրքիայի վրա, ես հիշեցնեմ ձեզ, այդ փաստաթուղթը իմ ասած դեկտեմբերին է, էլի 45-ի դեկտեմբերին էր լրանում։ Սովետական միությունը դա չեղարկեց։
Ինչու որպեսզի չլինի այդ բարեկամության փաստաթուղթը ինքը կարողանա Թուրքիայի վրա հարձակվել։ Ինչու չեղարկեց 21 թվականի պայմանագիրը, նույն 40, որտեղ արդեն դա չեղարկված էր 25 թվականի փաստաթղթով։ Երկու հաջորդական փաստաթղթերից ուժի մեջ է նույն հարցի վերաբերյալ ուժի մեջ է այն փաստաթուղթը, որը ժամանակագրորեն ավելի հետո է։ Դա այդպես է այդ ամբողջ հարցը։ Բայց եւ այդ 25 թվականի փաստաթուղթը հենց ստորագրեց այն պատճառով, որտեղ նույն սովետական միությունը լավ էր հասկանում, որ Մոսկվայի պայմանագիրը միջազգային իրավունքի տեսակետից օրինական չի։ Սա է հարցը։ Բայց մեզ պետք է այս ամբողջը ոնց որ ասած բան անել, արդիականացնել։ Ես որ ասում եմ, որ ՄԱԿ-ի դատարանում մեր պետությունը դիպեր մեր, այնտեղ կա հենց ՄԱԿ-ի դատարանը իրավասությունը 36-րդ Այո, 36-րդ հոդվածի երկրորդ մասով իր չարտրի կարծիք հարցնի, ինչու ոչ թե որ ես կասկածում եմ իրավարար վճիռ ուժի մեջ է, ոչ, այլ որպեսզի ՄԱԿ-ը ասի, որ այո, այսինքն տա եզրակացություն դատարան, որ ուժի մեջ է, որեսի մենք վերցնենք, տանենք դնենք անվտանգության խորհրդի սեղանին, ասենք լսիր, ըստ ՄԱԿ-ի կանոնադրության դու պարտավոր ես կենսագործես դատարանի որոշումները, իսկ ՄԱԿ-ի երկու մարմնի որոշումներն են պարտադիր բոլորի համար, անվտանգության խորհուրդը եւ ՄԱԿ-ի դատարանը։ Մի բան արա տեսնենք ինչ է անում։ Դրա համար, որտեւ եթե մենք այսօր առանց այդ որոշման տանենք իրավարար վճիռը դնենք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի սեղանին, իսկ միակ կառույցը դա է, այսինքն որ կարա բան անի։ Ինքը կասի ախպեր ջան, ես սրա հետ չգիտեմ ոնց վարվեմ, որտեվ իմ կանոնադրության մեջ սրա վերաբերյալ բան չկա, ես 45-ին եմ ստեղծվել։ Այ եթե դու ասում ես բերում ես իսկ դատարանի վճիռը, նա ստիպված պիտի վարվի։ Թե չէ ուրիշ մի խումբ էլ կա ՄԱԿ-ի էկոսոկի, այսինքն հասարակական կազմակերպությունների կառույցի մեջ գրանցված են, իսկ դեռ 12-13 հազար կազմակերպություն կա եւ ամեն կազմակերպ ասում են մենք ՄԱԿ-ի անդամ ենք, չէ՞ դուք ՄԱԿ-ի անդամ չեք, դուք որպես հասարակական կազմակերպություն գրանցված եք ՄԱԿ-ի հասարակական կազմակերպությունը ռեեստրի մեջ։ Սա է ամբողջը։ Այս ամբողջ բանի մեջ կա եւ տգիտության եւ խաբեության մեծ տարեր, որոնք ցավոք սրտի տեղի մարդիկ շարքում են։ Այո, պարոն Պապյան, ճիշտ է, արդեն ժամանակ չէ, բայց վերջին հաշվով այս տարբեր կազմակերպություններ, բոլորը որ զբաղվում են Վիլսոնի իրավարար վճռով, դա ծիծաղելի չի։ Ակի ջան, ինչից ելնելով դա անում։ Այդ բոլոր կազմակերպությունները պետությունը չի անում ոչ մի բան։ Ու առանձին մեկ ասում է 50,000 ստորագրություն հավաքենք, գնանք։ Ով է բանի տեղ տնելու դրան, եթե պետական մակարդակով չեն գնում անվտանգության սեղանին, այսպես ասած, նույն պահանջները ցույց տալու, որ Արցախ ազգերի լիգայի կողմից հաստատվել է որպես Հայաստանի անբաժան մաս, չգիտես ուտիկը, չգիտեմ են մյուս շրջանները եւ այլն։ Այդպես առանձին գործիքությամբ աշխարհն էլ չի ծիծաղի այս ժողովրդի վրա։ Նայեք, ես երբ որ խորամուխ եղա քաղաքական պայքարի մեջ, նրանց ելնելով էր, որ ինձ համար ակնհայտ էր, որ միայն պետությունը կարա լուրջ բան անի։ Այսինքն, որ այսինքն իսկ պիտի նայես ազգային պետությունը, որը ցավոք սրտի ես որ ընդունում եմ, մեզ չհաջողվեց։ Գնալով վիճակը ավելի է, դա վատանում ավելի ապազգային պետություն են եւ այլն։ Ինչ վերաբերում է մյուս կազմակերպ, դուք ասում եք բոլորը զբաղվում են։ Հիմա այդ բոլորը զբաղվողները թող երկու նորահայտ, կրկնում եմ, նորահայտ փաստաթուղթ ցույց տան, որով այս պայքարին բան են ավելացել, բանն արել։ Զբաղվելը որն է, հո բանով չի, այսինքն սրա մասին մեր մեջ խոսելով եւ այլն։ Այդ մարդիկ կամ այդ բաները, չգիտեմ, աշխարհի հզորագույն համալսարաններում, լրջագույն գիտնականների հետ եւ այլոց հետ ինչ հարաբերություն են բանարել։ Այսինքն սա է հարցը։ Արդյոք ես նույն իրավարար վճիռը թարգմանել եւ տպել եմ ռուսերեն, անգլերենը, բնօրինակը, իսպաներեն, թուրքերեն եւ այլն։ Հարց եմ տալ, իսկ իրանք դրանք ֆրանսերենի թարգմանությունը արել են, տպել են, հայերեն արել, մի բան արել են։ Թող աչքս ասեն, էս են, կարես էլ ասեմ, դե լավ, իրանք էլ էս պատի վրա էս աղյուսն են դրել։ Չէ,
Ասել խոսալով չի, այսինքն բանել 162 չի 214-ա, դե լավ 514-ա, ու էլ ասում ասելով չի, այսինքն կամ վերցնել բանում տեղադրած, ասենք նյութերը, on-line տեղադրած նյութերը դնել առանց գիտական բաների, ոնց ասած ծանոթագրությունների հիմնահստակ եւ բանը դնել ինչ որ վերատպել հո դրանով չի, այն էլ անգամ բան չանել, կարևորագույն համալսարաններին չտալ եւ այլն։ Այս հասկանում եք, սա է հարցը, ամեն ինչ պիտի իր ձևն ունի։ Ինչպես ասենք կան բժշկության մեջ զբաղվող, այսինքն չէ պրոֆեսիոնալ մարդիկ, ովքեր բաներ կան, այսինքն այսպես ասենք, ամեն մասնագիտություն պահանջում է պրոֆեսիոնալիզմ։ Պրոֆեսիոնալիզմը դա գիտելիք է, փորձ է, աստվածատուր շնորհք է, միլիոն բան, այդպես է։ Իսկ միջազգային իրավունքը, միջազգային հարաբերություններն ավելի բարձր են։ Եթե մարդիկ դա զբաղվում են որպես պարապ վախտի խաղալիք, ինչպես Խաչատուր Աբովյանն էր ասում, այդ չի կարող լինի։ Դրա համար այո, մենք չենք հասնում լուրջ հաջողությունների, որովհետև սա հսկայածավալ աշխատանք է քաղաքական մեջ օժանդակությամբ, աջակցությամբ։ Տեսեք, արևմտյան Ադրբեջանի հարցը, որը Ալիևը առաջ է տանում, ինչ հսկայական, քաղաքական, բարոյական, նյութական եւ այլն աջակցություն ունի։ Հսկայական կենտրոն է ստեղծել, հսկայական մարդուժ է դրել այդտեղ, պատգամավորներով, հետազոտողներով, միլիոնավոր դոլարներ տարեկան 20-ից 50 գիրք են տպում, կեղծիքով լից այդ ամբողջ հարցերի շուրջը, ցուցահանդեսներ են կազմակերպում եվրոպական տարբեր մայրաքաղաքներում, արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը եւ այլն անում են, չէ՞։ Իսկ մեր մոտ հակառակն է։ Կառավարությունը ինչու ոչ մի արձագանք չի տալիս դրան։ Չէ՞ որ իրենք դեպի վրա սերունդներ են դասիրակում։ Այո, որտեվ կառավարությունը մտածում է, սպանությունը մեր ջահել երիտասարդի, չէ՞։ Կառավարությունն ասում է, ես երկարաձգեմ իմ իշխանությունը։ Եթե ես այդ թեմաները սրեմ, սահմանի վրա բախումներ ա լինելու, ես չեմ կդիման, այսինքն ինձ իմ իշխանությունը գցեն։ Հիմա ճիշտ է, ես ապագա սերունդների հաշվին եմ զիջումներ անում, բայց դե ոչինչ, հիմա ապագա սերունդ կլինի կամ Հայաստան կլինի, չլինի, կարևորը ես, հեսա դիմաց ընտրություններ կա, բան անեմ, չէ՞։ Բանակի ծառայությունը կրճատեմ, 5 կորպուսից սարքեմ 3 կորպուս, հայտարարեմ, որ թոշակները իբր բարձրացնում եմ, ես կարևորը ես վերընտրվեմ, այդ վերընտրվելը նշանակում է իշխանություն, փող, վայել, ապահովություն, թե ինչ կլինի 3 տարի հետո, 5 տարի հետո կամ 15 տարի հետո թքած դրա մասին։ Հենց վատը դա է, որ իշխանությունները ազգային գործիքը զբաղվում է հավերժության բանով, տեսլականով, իսկ իշխանություններն ու այդ առօրյա քաղաքականության մեջ եղած մարդը զբաղվում են ընտրությունից ընտրություն։ Նայեք, հիմիկվա այս վիճակը նայեք, ով կար 21-ից մինչև 25 թվականը փողոցում, պայքարի մեջ եւ այլն, բացի մեզից մարդ չկար։ Ոչ ոք չկար։ Հիմա ընտրություններից առաջ Այո, հիմա ընտրություններից առաջ, կես տարի առաջ, մի տարի առաջ, արդեն սաղ լցվել են, բոլորը մեկը մեկից ազգային է, մեկը մեկից, չգիտեմ, ավելի բանա հզորա նվիրված է, եւ գիտեք վատը որն է, որ այս կուտը ժողովուրդը ուտելու է։ Այս սա է ամբողջ ցավը։ Ժողովուրդը չի նայել ով ինչ արե նախորդ 4-5 տարվա մեջ կամ ով ինչ անում այսօր նույն, չգիտեմ, Վաշինգտոն կամ այն գաղափարները, որ այսօր պետությունը աղավաղելով, բայց մասամբ իրականացնում է, դա բևեռի գաղափարներն էր։ Միակ ուժը, որը խոսում էր Ամերիկայի հետ հարաբերություններ զարգացնելու օգտինը, բևեռն է, չէ՞ եղել։ Նայեք մեր 21 թվականի նախընտրական ծրագիրը, նայեք 18 թվականին, այդ մենք ենք եղել։ Բայց այսօր մեզ զրպարտում են, ուզում են պրոռուսական ներկայացնել, իրանք որ սաղ կյանքում ռուսներին են գովել եւ շահել են ռուսներից, անգամ վճարվել են, ոմանք այսօր են վճարվում ռուսներից, բայց չգիտես ինչու, այսպես հակառուսական բան են խոսում, ճառեր են ասում, բաժակաճառեր։ Պարոն Պապյան, որ սուտ արմտամետ են դեվանալու, բայց հետո իրենց այլը տալու են
Իհարկե, մենք դա տեսել ենք, ինչա կարող է Երևանի քաղաքային ընտրությունների ժամանակ, այսինքն բան չեղավ, մարդիկ կան, որ իբր ընդդիմություն էին, հետո միացան նույն Ավինյանին։ Ավինյանը ո՞նց դառավ քաղաքապետ, այսպես կոչված ընդդիմության քվեներով։ Մենք չմասնակցեցինք այդ ընտրություններին, որտեղ հասկանում ենք, որ մենք չենք կարող մեծամասնություն ձեռք բերել, բայց մտնել այդ կեղտոտ խաղերի մեջ եւ բան անել, ինչ ասեմ, պարզապես օգտագործել այդ բեմը հերթական ճառեր ասել, մեզ պետք չի։ Մենք հասկանում ենք, որ նույն տեղական ընտրությունները, հենա տեսեք, տեղական ընտրություններին քանի ընդդիմադիր քաղաքապետ ու համայնապետ, բա ուր են դրանք։ Կամ ծախվեցին, ստիպեցին, կամ հայտնվեցին բանտերում, կամ իրենց համայնքները այսօր անտերության են մատնված։ Հայաստանում քաղաքական իշխանությունն է հարցը լուծող, Հայաստանը Ամերիկա չի, որտեղ Թրամպը մի բան ասի, Կալիֆոռնիայի նահանգապետը կարողանա մի բան ասի։ Հայաստանում, երբ որ դու տեղական ինքնակառավարման ներկայացուցիչ ես անգամ ընտրված, ուրեմն դու պետք է հասկանաս մի բան, քաղաքական ուժը պետք է հասկանա մի բան, կամ ինքը պետք է մատաղացու սարքի իր այդ տեխնացուին, եթե նա ազնիվ է, կամ պետք է ծախվի։ Իսկ մենք չենք ուզում ոչ ծախվենք, ոչ էլ բան անենք, մատաղացու սարքենք մեր համախոհներին։ Ձեր զանգվածը, ձեր համակիրները ունեք, որ կայուն իհարկե շատ են պառատել, շատ են վարկաբեկել, էդ էլ ասեմ։ Այո, Էլի նվիրալները մնացել են ձեր շուրջը։ Պարոն Պապյան, ցավոք սրտի, շատ եմ ափսոսում, մեր ժամանակը մոտենում է իր ավարտին, բայց հուսամ մենք նորից էլի հանդիպենք, որովհետև ինձ թվում է շատ թեմաներ կա քննարկելու ընտրություններից առաջ, նաև քննարկենք ձեր մասնակցության եւ չեմ մասնակցության այո, դրա շուրջ մենք ունենք քննարկումներ, ունենք կարծիքների բախումներ, շատ բան է գնում, բայց անընդհատ է դրա շուրջը կա, տեսնենք վերջնական երբ որ մի որոշման գանք եւ այլն։ Բայց ես ուզում եմ ասել մի բան, մեզ համար պայքարը գաղափարական է։ Գաղափարական առումով մենք ահագին հաջողություններ ունենք, վարչական առումով ոչ, այսինքն այդ ամբողջը, բայց միևնույնն է, երբ որ աշխարհակական վիճակը փոխվի, այդ ժամանակ էլ ոնց ասած գալու է մեր ժամանակը։ Նորից եմ կրկնում, մենք շատ առաջ ենք, շատ առաջ ենք մեր ժողովրդի մտածողությունից եւ իրավիճակից։ Դրա համար էլ մենք չենք գնահատվում, բայց մենք արժևից ում վրա են կրակում։ Արժևից գնացող դրոշակակիրի։ Բանից էիք զգուշացնում Արցախի մասին, Այո, չլսեցին ցավոք սրտի Հայաստանի անկախ Արցախ գաղափար Հայաստանից փոխելու համար ամեն ինչ էլ գիտենք, հիմա կոնե հետևություններ անեն, կոնե։ Այո։ Ինչ ասես, ուրեմն սիրով նորից կհանդիպենք։ Սիրով ասում եմ նորից կհանդիպենք առաջիկայում որոշ ժամանակի տակ։ Որովհետև ես կարծում եմ, որ այս զրույցը կիսատ մնաց եւ հաջորդ անգամ կշարունակենք մյուս ավելի կարևորագույն հարցեր քննարկել։ Սիրելի հանդիսատես, շնորհակալ ենք ձեր մասնակցության համար, պարոն Պապյան, շնորհակալ ենք ձեզանից, ձեզ մաղթում ենք քաջ առողջություն, դուք մեր ժողովրդի համար շատ կարևոր մարդ եք, դուք գանձեք եւ ձեզ պետք է այսպես պահենք, պահպանենք, որտեղ մենք գնալու ենք մեր երազանքների իրականացմանը ձեր առաջնորդությամբ, հյուսնի իրավարար վճիռը ի կատարածելու։ Սիրելի ժողովուրդ, շնորհակալություն, ստեսություն ձեզ, մինչ հաջորդ հանդիպում։